Այս տեսանյութը ստեղծվել է տեղեկատվական նպատակով ու հիմնված է միջազգային կլինիկական արձանագրությունների վրա։ Ես կլինիկական հոգեբան կամ հոգեբույժ չեմ, այս նյութը չի փոխարինում անհատական թերապիան, եթե դուք գտնվում եք սուր ճգնաժամում, անմիջապես դիմեք մասնագետի կամ զանգահարեք վստահության հեռախոսահամարներով, ձեր կյանքը ամենակարևորն է։ Այս նյութը բաղկացած է 13 կետից, դրանցից շատերում դուք հնարավոր է տեսնեք ինքներդ ձեզ, ձեր մտքերը, ձեր վարքագիծը, ձեր պահելաձևը։ Ես դրանով չեմ ուզում ձեզ վիրավորեմ կամ նվաստացնեմ։ Իմ նպատակն է օգնել, որ հասկանաք, թե ոնց է աշխատում ձեր ուղեղը կախվածության ժամանակ։ Եթե ինչ-որ կետում տեսնում եք ձեզ, դա կանգ առնելու, մտածելու առիթ է, ոչ թե ամաչելու։ Այստեղ կլինեն հարցեր ու դրանք ես չեմ տալիս, որ դուք ուղղակի պատասխանեք դրանք ու մոռանաք դրանց մասին։ Պատասխանեք դրանց անկեղծ, գրեք դրանք, եթե ուզում եք, մի շաբաթ հետո կարդացեք ու կտեսնեք, թե ոնց է փոխվում ձեր աշխարհընկալումը։ Հարցերը այստեղ որպես գործիքներ են, ոչ թե որպես թեստեր։ Ուստի հաստատ ես ձեզ չեմ ասի թողեք խաղալը, որովհետև մեկա դուք դրանք արդեն փորձել եք։ Ես այստեղ ցույց կտամ ուղղակի, թե ոնց է ձեր ուղեղը ձեզ խաբում։ Ինչի եք հավատում հաջողակ թվերին, ինչի է մի հատ փոքր հաղթանակը ավելի վտանգավոր, քան 10 խոշոր պարտությունները։ Կազինոն ինքն իրանով անբարոյականություն չի, դա ձեր ուղեղի մեխանիզմն է, մեխանիկան է, որից նրանք օգտվում են։ Եթե ուզում եք հասկանալ, թե ինչի չեք կարող կանգ առնեք, մնացեք ու լսեք այս պարզ 13 կետերը, որոնք ես այստեղ կքննարկեմ առանց ամաչելու, առանց դու ես մեղավորի։ 13 կետեր։ Կետ 1. Խաղային ցիկլի 4 փուլերը։ Անիվ, որը պտտում է մեզ։ Ուրեմն ամենապարզից սկսենք ու ամենակարևորից, թե ոնց է կախված խաղային կախվածությունը ներսից, ոչ թե նենց ոնց ներկայացնում են գովազդներում, այլ դա ոնց է ապրում մարդու ներսում։ Օրինակ պատկերացրեք, որ նստել եք սատանայի անիվ կոչվածի վրա, բայց դա սովորական անիվ չի, նա չի կանգնում ու անընդհատ պտտվում է ու դուք դրանից չեք կարող դուրս գալ։ Ու այդ անիվը պտտվում է 4 փուլով, 4 վիճակով, որոնք հերթով մեկը մյուսին փոխում են։ Հիմա այդ փուլերը առանձին, առաջին փուլ՝ ներքին լարվածության աճ։ Այս փուլում դուք դեռ չեք խաղում, դուք հնարավոր է գործի եք, կամ տանն եք, կամ ասենք մեքենայում եք, կամ ընկերների հետ եք, բայց ձեր ներսում արդեն ինչ-որ մի բան սկսում է շարժվել։ Դուք մտքերով հետ եք գնում հին խաղադրույքներին, սլոտներին, գործակիցներին, հաղթանակներին կամ պարտություններին, դուք հիշում եք, թե ոնց եք պարտվել հիմնականում ու ուզում եք այդ պարտվածը հետ բերեք։ Այս լարվածությունը ներքին նման է քորի, դուք ինչքան ուզում եք դրան անտեսեք ու անցնեք ուրիշ գործերի, բայց նա չի անցնում, նա ամեն ժամ ավելի է աճում ու այդ քորը մի քանի ժամ հետո դառնում է այրուց։ 2 ժամ հետո դուք արդեն չեք կարող մտածեք ուրիշ ոչ մի բանի մասին, մենակ խաղալու մասին եք մտածում։ Այստեղ կարևորն այն է, որ այս կետում դուք դեռ տիրապետում եք իրավիճակին, դուք դեռ կարաք ասեք ոչ, բայց ամեն ժամի հետ ոչ ասելը քանի գնում ավելի է դժվարանում։ Այս առաջի փուլը։ Երկրորդ փուլ խաղ։ Այս ներքին լարվածության աճին դուք հանձնվեցիք, բացեցիք ծրագիրը, սկսեցիք խաղալ կամ մտաք խաղասրահ։ Կատարեցիք առաջին խաղադրույքը, սեղմեցիք կոճակը ու մի վայրկյանում ամեն ինչ հեշտացավ, անհետացավ, լարվածությունն անցավ, դուք էլ չեք պայքարում ինքներդ ձեզ հետ ձեր մեջ, դուք ուղղակի խաղում եք։ Այս փուլում ուղեղը ստանում է հզոր դոֆամինի արտազատում, բայց ոչ թե շահումից, այլ հենց խաղալու պրոցեսից, նրանից, որ դուք վերջապես դադարեցիք դիմադրել ինքներդ ձեզ ու սպասվող ակնկալիքներից։ Դուք sense կարող խաղաք մի ժամ, 5 ժամ կամ ասենք ամբողջ գիշեր ու դուք չեք նկատում, թե ոնց է ժամանակը անցնում, դուք սով չեք զգում, ձեզ խաղալու ընթացքում դժվար է ինչ-որ մի բանից շեղել, դուք ուղղակի խաղի մեջ եք։
Այս երկրորդ փուլից հետո գալիս է երրորդ փուլը, դա արդյունքի փուլն է։ Այստեղ խաղն ավարտվում է, դուք հաղթում եք կամ պարտվում եք։ Եթե հաղթում եք, գալիս է կարճաթև թեթևացում։ Մի վայրկյան թվում է, որ դուք լավն եք, ես հաղթեցի համակարգին, ես ամեն ինչ ճիշտ եմ անում։ Եթե պարտվում եք, գալիս է հուսահատության, զայրույթի կամ դատարկության զգացողություն, դուք ատում եք ինքներդ ձեզ, դուք ձեզ սկսում եք նվաստացնել, դուք ստում եք, դուք սկսում եք ատել այն պահը, երբ սկսեցիք խաղալ առաջի անգամ, ու ինքներդ ձեզ, որպեսզի այս ամեն ինչը մեղմանա, խոստանում եք, որ էլ երբեք չեք խաղալու։ Բայց այդտեղ հետաքրքիրն այն է, որ թե շահումը, թե պարտությունը ընդամենը կարճատև պահեր են։ Էյֆորիան կամ այդ դառնությունը պարտությունից տևում են րոպեներ, իսկ հետո գալիս է չորրորդ փուլը, ժողովրդի մեջ լոմկա կոչվածը, զրկանքի համախտանիշ կամ սուր փափագ։ Ասեք խաղից հետո անցնում է մի ժամ, 2 ժամ, դուք խաղալու ընթացքում հանգստացաք, բայց ձեր ներսում ինչ-որ բան էլի սկսում է շարժվել։ Սկզբում հանգիստ, քիչ-քիչ, հետո ավելի բարձր, դուք սկսում եք արդարացնել ինքներդ ձեզ, թե հա մի անգամ էլ է կարելի, կամ ես համարյա սա հետ էի բերել, կամ այսօր մի բան զգում եմ, հաստատ տալու է։ Ու այս ցանկությունն աճում է ու վերածվում է այն նույն ներքին լարվածությունը, ու մենք նորից գալիս ենք առաջին փուլ ու շրջանը փակվում է։ Դուք նորից տեղ առաջին փուլում եք ու ամեն ինչ սկսվում է նորից։ Այս 4 փուլերից գլխավոր գաղտնիքը, որ պետք է հասկանաք, այս շրջանի շարժիչ ուժը շահումը չի, եթե շահումը լիներ գլխավորը, դուք էլ չէիք խաղա, կկանգնեիք, եթե մեծ գումար շահեիք, բայց դուք չեք կանգնում, դուք միշտ շարունակում եք խաղալ։ Այստեղ շարժիչ ուժը հենց խաղալու process-ն է, որպես ժամանակավոր փախուստ։ Դուք փախչում եք իրականությունից, խնդիրներից, ձանձրույթից, ինքներդ ձեզնից, իսկ հենց խաղն ավարտվում է, իրականությունը վերադառնում է ու դառնում է էլ ավելի ծանր, որովհետև հիմա հին խնդիրներին ավելանում են նոր խնդիրները, դրանք կարող են ծախսված փողերը, մեղքի զգացումը, որ նորից խաղացի, հոգնածությունը այդ ամեն ինչից, ու որ նորից չզգաք այս ծանրությունը, նորից գնում եք խաղալու ու սենց շրջանը անընդհատ պտտվում է։ Պատկերացրեք մի տղամարդու, որը մենեջեր է աշխատում, ունի կին ու երեխա, բայց ինքը իրան խաղամոլ չի համարում, մտածում է, որ ինքը տենց մեկ-մեկ հանգստանում է ուղղակի խաղալով։ Բայց հենց նայես նրա սովորական օրվան, տեսնում ես, որ գործից հոգնած տուն է գալիս, պառկում է, բացում է հավելվածը ու խաղում է առաջին խաղը։ Այդ պահին նա չի մտածում վարկերի մասին, չի մտածում կնոջ հետ կռվի մասին, չի մտածում ընկերների, չի մտածում, որ վաղը պիտի ասենք շուտ արթնանա, որ գնա գործ։ Նա ուղղակի խաղի մեջ է։ Եթե նա հաղթում է, ուրախանում է, հետո հաջորդ խաղն է խաղում։ Եթե պարտվում է, զայրանում է ու նորից խաղում է, որ այդ պարտվածը հետ բերի։ 3 ժամ հետո ասենք, ենթադրենք, նա փակում է հավելվածը, հաշվին մինուս ու գնում է քնելու, բայց այն մտքով, որ խաղը հետ է բերելու։ Առավոտը արթնանում է, գնում է գործի, բայց ներսում արդեն տենց հասունացած է այդ լարվածությունը, ընդմիջման ժամին նա սկսում է խաղալ ու ցիկլը նորից կրկնվում է։ Ուստեղ պիտի հասկանանք, որ այստեղ կարելի հասկանալ, որ մարդը չի ղեկավարում խաղը, խաղն է ղեկավարում մարդուն։ Մարդը չի ղեկավարում խաղը, խաղն է ղեկավարում մարդուն։ Վերլուծության հարցեր։ Այս հարցերից հետո կարաք պաուզա տաք, պատասխանեք, նոր անցնենք առաջ։ Հարց առաջի 4 փուլերից որ մեկում եք ճանաչում ինքներդ ձեզ հենց հիմա։ Լարվածության մեջ, խաղի մեջ, արդյունքի մեջ, թե սուր փափագի մեջ։ Որքան ժամանակ եք սովորաբար գտնվում յուրաքանչյուր փուլում, դրանք ժամեր են, օրեր, թե րոպեներ։ Ինչ եք զգում այն պահին, երբ ավարտում եք խաղը։ Թեթևացում, դատարկություն, թե նորից խաղալու ցանկություն։
Եթե կարողանայիք ընդհատել ցիկլը փուլերից մեկում, որ փուլում կանեիք դա։ Որքան հաճախ եք նկատում, որ խաղը ձեզ համար դարձել է իրական խնդիրներից փախչելու միջոց։ Առաջին կետը վերջացրեցինք։ Խաղամոլությունը երկրորդ կետն է։ Ուրեմն ստե երկրորդ կետով բերեք քննարկենք, թե ինչա առողջ ազարտը ու ինչա հիվանդագին ազարտը ու որտեղ է դրանց սահմանները։ Շատ կարևոր է ստե միանգամից մի հարց բարձրաբանենք, որ շատ մարդիկ, ովքեր արդեն ունեն լուրջ խնդիրներ, ասում են, որ իրանք կախվածություն չունեն, ուղղակի իրանք ազարտ սիրող մարդ են ու սիրում են ռիսկի գնալ։ Բայց վատն այն է, որ նրանք անկեղծորեն հավատում են այս ամեն ինչին ու հիմա արժե հասկանալ, թե որտեղ է ավարտվում առողջ ազարտը ու որտեղ է սկսվում հիվանդագինը։ Ինչ է առողջ ազարտը։ Առողջ ազարտը ժամանցի ձև է, զվարճանալու շատ ու շատ ձևերից մեկը։ Ասենք ոնց որ կարա լինի կինոն կամ ձկնորսությունը կամ ասենք սեղանի թենիսը օրինակ։ Առողջ ազարտը ունի 3 հատ կարևոր հատկանիշ։ Այդ 3 հատկանիշները եթե պահպանվում է, մարդը կախվածության մեջ չի ընկնում։ Եթե չի պահպանվում, ինքը ուզի թե չուզի ընկնելու է կախվածության մեջ։ Հատկանիշ առաջին, առողջ ազարտի առաջին հատկանիշը սահմաններն են։ Հենց սկզբից դուք գիտեք, թե ինչքան ժամանակ ու ինչքան գումար եք պատրաստ ծախսել։ Դուք չեք խախտում այդ սահմանները, օրինակ եթե դուք սահմանել եք X գումար, նշանակում է X գումար, ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ եթե պարտվել եք, վեր եք կենում ու հեռանում եք, ուրիշ բան էլ չեք անում։ Երկրորդ հատկանիշը հեշտ փոխարինելիությունն է։ Եթե այսօր չեք կարող խաղալ, դուք շատ հեշտ կարաք մի ուրիշ բանով զբաղվեք։ Ասենք գնում եք կինո կամ հանդիպում եք ընկերների հետ կամ գիրք եք կարդում օրինակ։ Դուք ժամերով չեք մտածում խաղի մասին։ Երրորդ ու վերջի հատկանիշը դա ստի բացակայությունն է։ Դուք չեք թաքցնում ձեր մտերիմներից ձեր խաղալու մասին։ Դուք բոլորն գիտեն, որ դուք խաղում եք։ Դուք գաղտնի պարտքով փող չեք վերցնում, որ խաղաք, դուք խաղալու պատճառով ձեր հանդիպումները չեղյալ չեք հայտարարում։ Այս այդ 3 կետերը առողջ ազարտի մասին։ Հիմա ինչ է հիվանդագին ազարտը։ Ուրեմն կախվածության առաջին հատկանիշը, այնտեղ եթե սահմաններ կար, այստեղ սահմանների բացակայությունն է։ Դուք ասում եք, այսօր 10,000 եմ խաղալու ու վերջ, իսկ ասենք մի քանի ժամ հետո պարզվում եք, որ պարտվել եք 50,000 ու դուք չեք կարող կանգնել, ձեր վրա լիմիտները չեն աշխատում։ Երկրորդ հատկանիշը խաղը դառնում է կյանքի կենտրոն ու մնացած ամեն ինչը, կլինի դա աշխատանք, կլինի դա ընտանիք, կլինի դա հոբիներ կամ ընկերներ, միշտ հետին պլան է մղվում ու մարդը մտածում է միշտ խաղի մասին, անգամ երբ ուտում է, երբ տրանսպորտի մեջ է, երբ շփվում է ուրիշների հետ, մարդը արթնանում է խաղի մտքով ու քնում է խաղի մտքով։ Երրորդ հատկանիշը սուտն ու գաղտնիքներն են։ Դուք ստում եք ձեր շրջապատին, որ ասենք աշխատանքից ուշացել եք, բայց ինքներդ խաղատանն եք։ Դուք ստում եք ձեր ծնողներին, որ ձեզ փող է պետք բուժման համար, բայց վերցնում ու խաղում եք։ Դուք վերցնում եք վարկեր, որոնք լավ գիտեք, որ չեք կարողանալու վերադարձնել, որ նորից մտնեք խաղաք։ Դուք վճարում եք ձեզ համար թանկ իրեր, որ գումար լինի, որ մտնեք խաղաք։ Չորրորդ հատկանիշը հաղթանակը հանգստություն չի բերում։ Եթե հաղթել եք, դուք կանգ չեք առնում, շարունակում եք խաղալ, որովհետև այսօր տալիս է։ Եթե պարտվել եք, չեք կանգնում, որովհետև գոնե պիտի կրվածս մի քիչ հետ բերեմ։ Խաղը ձեր մոտ երբեք չի ավարտվում։ Օրինակ ամուսինի կնոջն ասում է ես աշխատանքի եմ, իսկ ինքը դրա փոխարեն նստած է խաղատանը։ Նա վարկաբերձ է, որովհետև փողերն արդեն վերջացել է։ Ու նա ընկերների հետ հանդիպումը չեղյալ է հայտարարում, որովհետև ամաչում է նրանց աչքերին նայի։
Պարտությունը այս դեպքում իր համար աղ է տա, նա ընկնում է հուսահատության մեջ, բայց հաղթանակն էլ ուրախություն չի բերում, դա ընդամենը ինչ-որ կարճատև ընդմիջում է, մինչև նորից ինքը գնա ու կխաղա։ Ու այս մարդը իրան համարում է տարված խաղացող, ոչ թե խաղամոլ, ու նա չի ընդունում, որ ինքը հիվանդ է։ Բայց նրա կյանքն արդեն քայքայվում է, ու նա դա չի նկատում։ Առողջ ազարտը կյանքի համեմունք է, ոնց որ աղը կամ պղպեղը։ Դուք դրանք ավելացնում եք ամենից մի քիչ, որ ճաշն ավելի համով դառնա, իսկ կախվածությունը ձեր կյանքը հենց այս համեմունքներով փոխանելու փորձն է։ Դուք փորձում եք ուտել, ասենք մենակ աղը, բայց աղով չես կշտանա ու տենց մենակ կկայքայես քո օրգանիզմը։ Սա հարցերն էլ տամ ու անցնենք հաջորդ կետին։ Ինքնավելուծության հարցեր։ Կախվածության հատկանիշներից որ մեկում ճանաչեցիր ինքդ քեզ հենց հիմա։ Սահմանների բացակայության, ստի, թե որ խաղը դարձել է կյանքի կենտրոնը։ Երբևէ ունեցել ես առողջ սահմաններ խաղում, եթե այո, երբ են դրանք անհետացել։ Ինչով կզբաղվեիր, եթե խաղը հանկարծ ընդմիշտ անհետանար քո կյանքից, կա արդյոք քեզ ուրախություն պատճառող այլ զբաղմունքներ։ Ինչ կասեր քո ընտանիքը, եթե անկեղծ պատասխանեին, նա ուղղակի խաղում է, թե արդեն հիվանդ է հարցին։ Պատրաստ ես ընդունել, որ այդ սահմանը հավանաբար արդեն անցած է, այսինքն ժամանակին սահման կար, հիմա չկա, ու որ դա ամոթ չի, դա փաստ է։ Կետ 3. 5 տագնապալի հարց, որ ստուգեք ինքներդ ձեզ, առանց խաբեության, դուք կախվածության մեջ եք, թե չէ։ Հիմա ստեղ 5 հատ հարց կտամ, սա ինտերնետից էլի եմ ասում, ինչ-որ մի թեստ չի, սրանք հարցեր են, որոնք հոգեբույժները տալիս են մարդկանց, որ հասկանան մարդը կախվածություն ունի, թե չէ։ Դուք պարտավոր չեք ինչ-որ մեկին պատասխանել այս հարցերին, դուք մենակ ինքներդ ձեզ պատասխանեք, բայց պատասխանեք անկեղծ, որովհետև եթե հիմա սկսեք խաբել, մնացած ամբողջ նյութը իր իմաստը կկորցնի։ Հարց առաջին. երբևէ թաքցրել եք ձեր մտերիմներից ձեր խաղալու մասին։ Ես չեմ հարցնում, թե մանրուքներում ստել եք, թե չէ, ես հարցնում եմ երբևէ ստիպված եք եղել թաքցնել բուն խաղի փաստը։ Օրինակ ասել եք, ես աշխատանքի եմ, բայց եղել եք խաղասրահում, ասենք թաքցրել եք հեռախոսը եւ ձեր հարազատները մտել են սենյակ, որ նրանք չտեսնեն, ասենք էկրանը։ Եթե այո, սա առաջին ահազանգն է։ Երկրորդ հարցը. երբևէ ստիպված եղել եք պարտքով փող վերցնել կամ ինչ-որ բան վաճառել, որ կարենաք խաղաք։ Վերցրել եք պարտքով փող, իմանալով, որ չեք կարողանա շուտ վերադարձնել։ Ձևակերպել եք վարկեր, վաճառել եք հեռախոս, նոթբուք, զարդեր, տեխնիկա ուղղակի խաղալու համար։ Հարց 3. Ունեցել եք անհաջող փորձեր վերահսկելու, նվազեցնելու կամ դադարեցնելու ձեր խաղալը։ Եղել են դեպքեր, որ դուք ձեզ ասել եք, վերջ, երկուշաբթի օրվանից չեմ խաղում, կամ խաղում եմ մենակ կիրակի օրերին, կամ խաղում եմ ընդամենը 10,000 դրամ։ Ինչ կատարվեց, ինչքան ժամանակ դիմացաք, մի օր, երկու, թե մի շաբաթ։ Եղել են արդյոք սուր փափագի դեպքեր, ու ամեն անգամ դա ավելի ուժեղ էր, թե նախկինում եղած դեպքերը։ Եթե նման դեպքեր եղել են, իմացեք, որ դուք մենակ չեք, սա խաղամոլի դասական պահվածքն է, որովհետև մենակ կամքի ուժը կախվածության դեմ շատ անօգուտ է ու թույլ է։ Չորրորդ հարցը. խաղի մասին մտքերը զբաղեցրել են ձեր ժամանակի մեծ մասը։ Դուք տարված եք դրանով նույնիսկ այն ժամանակ, երբ չեք խաղում։ Պատկերացրեք ձեր սովորական օրը, դուք աշխատանքի եք, կամ ընտանիքի հետ եք, կամ տրանսպորտում եք, ինչի մասին եք մտածում։ Աշխատանքային խնդիրների մասին, երեխաների մասին, թե հիշում եք, ասենք, ձեր շահումները կամ պարտությունները։
Եթե հա, ձեր գիտակցությունն արդեն թակարդի մեջ է։ Խաղը ապրում է ձեր մեջ, նույնիսկ այն դեպքում, երբ որ ձեր գրպանում փող չկա։ Հարց 5-րդ։ Օգտագործել եք խաղալը որպես խնդիրներից փախչելու միջոց։ Երբևէ ասենք զգացել եք, որ այսօր շատ վատ օր է, մի քիչ ուզում եմ շեղվեմ ու խաղացել եք։ Կամ այնքան հոգնած եմ, որ ոչ մի բանի մասին չեմ ուզում մտածեմ, կամ ամեն ինչից հոգնել եմ, ուզում եմ գոնե մի ժամով կտրվեմ աշխարհից ու խաղացել եք։ Եթե հա, խաղը ձեզ համար դարձել է ոչ թե զվարճանք, այլ դեղ։ Խնդիրն այն է, որ այս դեղը չի բուժում, նա մենակ ժամանակավոր ցավազրկում է ու որից հետո ցավը ավելի մեծ ուժով է հետ գալիս։ Ինչի համար են այս հարցերը այսքան կարևոր։ Այս հարցերը մեզ համար կարևոր են, որովհետև մեր հոգեկանը ունի հզոր պաշտպանություն ու դա կոչվում է ժխտում։ Դուք կարող կրվեք ձեր բնակարանը, ձեր մեքենան, ձեր փողերը ու միաժամանակ անկեղծորեն հավատաք, որ դուք կախվածություն չունեք, դուք ուղղակի անբախտ եք։ Ժխտումը փրկում է մեզ անտանելի ճշմարտությունից, բայց դա չի թողնում, որ մենք ինչ-որ մի բան սկսենք փոխել մեր մեջ։ Այս հարցերը ստեղ տալիս եմ ոչ թե ձեզ վախեցնելու, այլ որ դուք ձեզ կարողանաք կողքից տեսնել։ Այս ամեն ինչը կախվածությունը, խաղամոլությունը դատավորչի չի, սա ախտորոշում է, իսկ ախտորոշումը արդեն բուժման կեսն է։ Պատկերացրեք մի անհատի, ում տալիս են այս 5 հարցերը, նա բոլորին պատասխանում է այո։ Իսկ հետո ասում է, որ ինքը կախվածություն չունի, ինքը ուղղակի շատ տարված խաղացող է ու ընդհանրապես ինքը պրոֆեսիոնալ խաղացող է։ Հետաքրքիրը ստեղ այն է, որ ինքը այդ 5 հարցին լսում է ու պատասխանում է այո, ու միաժամանակ ինքը ժխտում է դրանք, որովհետև կախվածությունը ընդունելը վախեցնող է, բայց չընդունելը ավելի վախեցնող է, որովհետև առանց ընդունելու դուք ոչ մի քայլ չեք անի խաղամոլությունից դուրս գալու համար։ Ինքնավերլուծության հարցեր։ Ուրեմն 5 հարցերից քանիսին եք պատասխանել այո։ Ինչ միտք առաջացավ ձեզ մոտ, երբ պատասխանեցիք այո։ Ամոթ, վախ, թե այս նյութը փակելու ցանկություն։ Ինչ եք կարծում, ինչի է այդքան դժվար ընդունել այս խնդիրը։ Ինչ կփոխվի ձեր կյանքում, եթե այսօր ասեք ինքներդ ձեզ, հա, ես ունեմ կախվածության նշաններ։ Ինչ հնարավոր կդառնա դրանից հետո։ Եթե ձեր լավագույն ընկերը նույն ձև պատասխաներ այս 5 հարցին, ոնց որ դուք ինչ խորհուրդներ կտայիք նրան։ Ուրեմն հասկացանք անիվը ոնց է աշխատում, այս հարցերին պատասխանեցինք ու եկանք 4-րդ կետին։ Եթե այս տեսանյութից եթե ինչ-որ մի հատ բան հիշեք, լավ կլինի հիշեք հենց այս 4-րդ կետը։ Ուրեմն 4-րդ կետ վերահսկողության պատրանք, ամենախորամանկ սուտը, որը դուք կուլեք տվել։ Վերահսկողության պատրանք, ինքը շատ բարդ է սենց երևում առաջի հայացքից, բայց շատ պարզ է ու ինքը շատ վախենալի է։ Ինչա վերահսկողության պատրանքը։ Դա այն է, երբ մարդը անկեղծ հավատում է, որ կարա ազդի այն բանի վրա, ինչի վրա ազդելը անհնար է։ Տվյալ դեպքում խաղալու հետ կապված պատահականության վրա ու քաոսի վրա։ Ամեն խաղացող հավատում է դրան, ամեն մեկը, նույնիսկ նա, ով ասում է ես գիտեմ, որ ասենք ռուլետկան հավանականությունների տեսություն է, ինքն էլ է հավատում, որովհետև վերահսկողության հանդեպ հավատը նստած չի մարդու ուղեղի տրամաբանական մասում, նա նստած է հնագույն զգացմունքային մասում։ Ու նա մեզ պետք է, որ մենք մարդիկ չխելագարվեն անորոշությունից։ Ինչա վերահսկողության պատրանքը։ Պատկերացրեք, որ զառ եք գցում։ Մենք գիտենք, որ 6-ի ընկնելու հավանականությունը 6-ից 1-ն է։
դուք չեք կարա ինչ-որ մի ձև ազդեք դրա վրա, բայց ձեր ուղեղը շշնջում է, ասենք փչի զառի վրա, տակից շպրտի, վերևից շպրտի, կամ ասենք նավսի, ու դուք դա անում եք, որովհետև տենց ավելի հանգիստ է։ Խաղային կախվածության մեջ այս վերահսկողության պատրանքը ընդունում է կոնկրետ ձևեր։ Առաջին ձևերը հաջողակ թվերն են։ Մարդը համոզված է, որ 7 թիվը հաջողություն է բերում, կամ ասենք 13-ը, կամ իր ծննդյան ամսաթիվը։ Նա, ասենք, մեծամասնությամբ խաղադրույք կատարի հենց այդ թվերի վրա, ու եթե մի անգամ հաղթի, դա իր համար ապացույց է, որ աշխատում են այս թվերը։ Երկրորդ ձևը դա ծիսակարգերն են կամ ասենք ռիտուալները։ Ասենք խաղից առաջ պետքա կորել ծախականջը։ Պետքա 3 անգամ, ասենք, պտտվել աթոռի շուրջ, կամ պետքա հավելված մտնել կոնկրետ ժամերի։ Ու էլի մարդը այս ռիտուալները ստեղծում է հորինում նրա համար, որ նվազեցնի իր մեջի տագնապը։ Երրորդ ձևը դրանք սխեմաներն են, համակարգերը, ու սրանք ամենավտանգավորն են, որովհետև մարդը սխեմա է հորինում, օրինակ ես խաղադրույք եմ կատարում սևի վրա 3 կարմիրներից հետո կամ ես կրկնապատկում եմ խաղադրույքը ամեն պարտությունից հետո, իրան թվում է, թե ինքը կարա խաբի մաթեմատիկային ու կազինոն իրան այդ դեպքում չի խաբի։ Ոնց է ուղեղը պահպանում այս պատրանքը։ Ուրեմն կախվածություն ունեցող մարդու ուղեղը փաստերի պասիվ գրանցող չի, նա ակտիվ մեկնաբանող է։ Այսինքն մեր ուղեղը մենակ ինչ կատարվում է, ուղղակի չի գրանցում, նա սորտավորում է ու մեկնաբանում է մեր կողքի կատարվելիք ամեն ինչը։ Նա ինքն է որոշում, թե ինչը հիշի, ինչը չէ, ու մի կողմ է դնում, ասենք, կազինոյի ու մի կողմ է դնում, ասենք, հարյուրավոր պարտությունները։ Նա բացատրում է, որ սրանք պատահականություններ են ու դա իր մեղքը չի, կամ ասենք այսօր տալու օր չի, ասենք։ Բայց կարա կախվի պատահական շահումներից, նա ասում է, ես ասում էի, չէ, սխեման աշխատող է, ես տենց էլ գիտեի։ Արդյունքում ձեր գլխում ապրում է ոչ թե իրական պատկերը, այլ խմբագրվածը, որտեղ դուք համարյա թե միշտ ճիշտ եք։ Իսկ ասենք այդ պարտությունները ուղղակի թյուրիմացություններ են, ուղղակի այսօր կազինոյի տալու օրը չի։ Պատկերացրեք մի սովորական մարդ, ով ռուլետկեն խաբելու համակարգահորին է, նա խաղադրույք է կատարում սևի վրա այն բանից հետո եւ 3 անգամ անընդմեջ կարմիր է ընկել, որովհետեւ իրան թվում է, թե սև պիտի ընկնի։ Մի անգամ սխեման աշխատեց ու նա հաղթեց ու նրա մոտ տպավորություն է, չէ, նա համոզված է, որ ինքը հանճար է, գտել է կազինոն խաբելու ձևը։ Իսկ ասենք դրանից հետո 10 պարտություններ նա մեկնաբանում է, որ աչքից կազինոն մի բան ջոգել է։ Նա չի ուզում հասկանալ, որ ոչ մի համակարգ, ոչ մի սխեմա գոյություն չունի ու ռուլետկեն ինքը իրանով չի հիշում, թե մինչև այդ ինչ է ընկել։ Ամեն մի պտույտ էդի անկախ իրադարձություն է, բայց վերահսկողության պատրանքը այս դեպքում ավելի ուժեղ է փաստերից։ Պատկերացրեք, որ կանգնած եք, ասենք, դաշտի մեջտեղը ու ձեզ վրա փոթորիկ է շարժվում ու այդ փոթորիկը ամեն ինչ պոկում տանում է։ Իսկ ձեր ձեռքին մի հատ փոքրիկ հովհար է ու դուք փորձում եք այդ հովհարով ղեկավարեք այդ փոթորիկի ուղղությունը ու մտածում եք, որ ես ղեկավարում եմ քամին, ես կարամ փոխեմ նրա ուղղությունը։ Քիչ ծիծաղելի է, բայց հենց սենց է աշխատում վերահսկողության պատրանքը։ Դուք հավատում եք, որ ձեր ռիտուալները, ձեր հաջողակ թվերը, ձեր զգացողությունները, ձեր սխեմաները կարան ազդեն պատահականության վրա, բայց փոթորիկն ամեն դեպքում էլ կքշի կտանի ձեզ, որովհետև նա ավելի ուժեղ է, քան ձեր ձեռքի հովհարը, ու միակ բանը, որ դուք կստանաք, դա հոգնածությունն է այդ հովհարը թափահարելուց ու հիասթափություն կառաջանա, երբ պարզեք, որ ոչ մի բան չփոխվեց։ Իսկ ինչի է այդքան դժվար հրաժարվել վերահսկողության պատրանքից, որովհետև առանց դրա վախենալու է։ Եթե ընդունենք, որ չենք վերահսկում խաղը, կընդունենք, որ անզոր ենք պատահականության առաջ։ Իսկ դա շատ տհաճ զգացողություն է, երբ մարդն իրան անզոր է զգում։
Դրա համար մարդիկ մնում են կախված իրենց սխեմաներից, իրենց այդ հաջողակ թվերից, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք արդեն կործանել են իրանց, որովհետև ընդունել, որ համակարգ չկա, նշանակում է ընդունել, որ ես այս բոլոր տարիներին եղել եմ ոչ թե խելացի խաղացող, այլ ուղղակի պատրանքների զոհ։ Բայց այդտեղ հետաքրքիր մի հատ պարադոքս էլ կա, հենց այն պահին, երբ սկսում եք ընդունել, որ չեք վերահսկում խաղը, դուք սկսում եք վերահսկել ձեր կյանքը, որովհետև դադարում եք անիմաստ պայքարել քամ ու դեմ ու սկսում եք կենտրոնանալ մենակ ձեր կյանքի վրա։ Ինքնավերլուծության հարցեր։ Ունեք արդյոք հաջողակ թվեր, ռիտուալներ կամ սխեմաներ խաղալու համար։ Նկարագրեք դրանք ինքներդ ձեզ հենց հիմա։ Ինչ եք զգում, երբ հետևում եք ձեր ռիտուալներին, ստանում եք հանգստություն, ինքնավստահություն, թե պատրանք, որ ամեն ինչ ձեր վերահսկողության տակ է։ Հիշեք ձեր վերջին 3 պարտությունները։ Ոնց կբացատրեք դրանք ինքներդ ձեզ, այսօր իմ օրը չէր, թե պատահականություն էր։ Իսկ հիմա նայեք այդ բացատրություններին ու ձեզ անկեղծ պատասխանեք, դա ճշմարտություն է, թե ուղղակի պաշտպանություն։ Ինչն է ձեզ համար ավելի սարսափելի, ընդունել, որ չեք կարող վերահսկեք խաղը, թե շարունակեք հավատալ ձեր սխեմաներին, չնայած դրանց հետևանքներին։ Եթե այսօր խաղից հանեք ինչ-որ մի հատ համակարգ, ինչ կփոխվի։ Ձեզ համար կդառնա ավելի վախենալի, թե ավելի ազատություն դա կտա ձեզ։ Ինչի է մի հատ փոքր շահումը, կետ 5-րդ, ավելի վտանգավոր, քան 10 խոշոր պարտությունները։ Այս ամեն ինչը կոչվում է ընդհատվող ամրապնդում։ Հիմա փորձեմ բացատրեմ մի հատ մեխանիզմի մասին, որը ձեզ պահում է խաղի մեջ ավելի ամուր, ավելի ուժեղ, քան, ասենք, ցանկացած հաղթանակ։ Սա կարելի ասել խաղային կախվածության գլխավոր գաղտնիքն է, եթե սա հասկանաք, կհասկանաք, թե ինչի չեք կարող կանգ առնել ու ինչի եք անընդհատ շարունակում խաղալ։ Սա կոչվում է ընդհատվող ամրապնդում։ Այստեղ էլ է տերմինը մի քիչ բարդահանչում, բայց իմաստը պարզ է։ Պատկերացրեք, որ սեղմում եք ինչ-որ մի հատ կոճակ ու ամեն անգամ, երբ սեղմում եք, ձեզ կոնֆետ են տալիս։ Ինչ կլինի։ Ինձ թվում է դուք սեղմեք այնքան ժամանակ, քանի դեռ կոնֆետ են տալիս, բայց հենց որ սկսեն կոնֆետ չտալը, դուք մի երկու անգամ եք սեղմեք, կտեսնեք, որ չեն տալիս ու էլ չեք սեղմի, որովհետև իմաստ չկա։ Իսկ հիմա պատկերացրեք մի ուրիշ բան, դուք սեղմում եք կոճակը, մեկ-մեկ ձեզ կոնֆետ են տալիս, մեկ-մեկ չէ։ Մեկ-մեկ, ասենք, 10 սեղմելուց հետո են տալիս, մեկ-մեկ 13, մեկ-մեկ 27, մեկ-մեկ 100, ասենք։ Դուք երբեք, ասենք, չեք իմանա, թե ձեր որ սեղմումից հետո ձեզ կտան կոնֆետը։ Ու ինչ կլինի այդ դեպքում, դուք կոճակը կսկսեք սեղմել նորից ու նորից այնքան ժամանակ, մինչև շահումը, տվյալ դեպքում կոնֆետը տան, ու միևնույնն է, ինչքան ժամանակ հետո դա կլինի, որովհետև դուք ձեր մեջ մի հատ միտք է ֆիքսվելու, իսկ կարող է հիմա տան։ Սա ընդհատվող ամրապնդումն է, շահումը գալիս է անկանոն ու անկանխատեսելի, ու սա կախվածության ձևավորելու ամենահզոր ձևն է։ Ավելի ուժեղ, քան ցանկացած մշտական շահում։ Եթե ձեզ ամեն անգամ 1000 դրամ ասենք շահում տան, ամեն ձեր սեղմելուց, դա այդքան հետաքրքիր չի, ինչքան որ դուք անկանխատեսելի ու անկանոն ձեզ շահում տան, որտեղ տենց ավելի հետաքրքիր է։ Ու ոնց է սա աշխատում խաղի մեջ։ Դուք խաղում եք, պարտվում եք, ու մի հատ էլ եք խաղում, էլի եք պարտվում, ու տենց 10 անգամ խաղում եք ու պարտվում եք, բայց 11-րդի վրա շահում եք։ Այս դեպքում ինչ է հիշում ձեր ուղեղը, ոչ թե ձեր այդ 10 պարտությունները, նա հիշում է 11-րդ հաղթանակը, տվյալ դեպքում շահումը, ու իր մեջ մի հատ բանաձև է հորինում, որը կոչվում է եթե համբերես շահումը կգա։ Ինձ թվում է ծանոթ արտահայտություն կլինի, արա դե մի օր տալու է, թե չէ։
Ուրեմն ամեն մի պարտություն ձեզ չի կանգնացնում, ընդհակառակը նա ասենց ավելացնում է հավատը, որովհետև դուք մտածում եք, որ հեսա կտա մի քիչ էլ ու բախտս կբերի։ Ու ինչքան երկար եք համբերում, այնքան ուժեղանում է հույսը, իսկ հույսը ամենաուժեղ թմրանյութն է, եթե տեղյակ չեք։ Ուրեմն ինչի է մի հատ փոքր շահումը ավելի վտանգավոր, քան 10 խոշոր պարտությունները, որովհետև խոշոր պարտությունները դուք կարաք ձեզ բացատրեք, ասենք ես գերագնահատեցի իմ ուժերը, այսօր վատ օր էր, պետք էր ավելի շուտ կանգ առնել, իսկ փոքր շահումը անհաջողությունների շարքից հետո տալիս է դոֆամինի հզոր ալիք։ Նա ջնջում է ամեն ինչ, ջնջում է, նա ասում է ուղեղին, տեսնում ես, ես ասում էի, չէ, ուղղակի պիտի շարունակես, խաղաս ու կտա։ Դուք արդեն չեք էլ հիշում, որ ասենք պարտվել եք օրինակի համար 10,000 դրամ, բայց հիշում եք, որ հաղթել եք 2000 վերջին 100 դրամով։ Ու դուք նորից խաղում եք, նորից պարտվում եք ու նորից հույս ունենում, որ հեսա մի քիչ էլ անցնի ու կտա։ Ընդհատվող ամրապնդման ոնց են հայտնաբերել, գիտնականները փորձ են անցկացրել առնետների վրա, նրանք դրել են լծակ, եթե առնետը սեղմում էր լծակը, նրան ուտելիք էին տալիս։ Ամեն անգամ հենց առնետը սեղմում էր, նրան ուտելիք էին տալիս։ Հետո ուտելիք տալը դադարեցրեցին, առնետը մի քանի անգամ սեղմեց ու հասկացավ, որ էլ իմաստ չկա ու էլ չսխմեց։ Հետո գիտնականները փոխեցին, ոնց որ վերևն արդեն ասեցի, ուտելիք տալիս էին ոչ թե ամեն անգամ, այլ պատահական։ Մեկ-մեկ մի սեղմումից, մեկ-մեկ 10, մեկ-մեկ 100 ու այս դեպքում ինչ էր անում առնետը, նա սեղմում էր նորից ու նորից ժամերով, նույնիսկ այն դեպքում, երբ որ ուտելիքը երկար ժամանակ չէին տալիս, որովհետև պարգևի հույսը դարձավ ավելի կարևոր, քան հենց ինքը պարգևը։ Այսինքն մարդու համար այդ հույսը շահելու ավելի կարևոր է, քան հենց ինքը շահումը։ Դուք այս առնետներն եք, կներեք ուղղակիության համար, բայց դա ճիշտ է։ Ձեր ուղեղը կառուցված է նույն ձև, ինչ այս առնետի ուղեղը։ Մեխանիզմը հնագույն է ու սա ավելի ուժեղ է, քան ձեր ամեն մի տրամաբանությունը։ Բայց այս շրջանը կարելի է կոտրել ու առաջինը տեսնել ու հասկանալ, որ դուք կախված եք ոչ թե շահումից, այլ շահումի հույսից, ակնկալիքից ու իսկ այն եթեներից, որը ձեր մեջ կա, իսկ եթե հիմա տա, իսկ եթե սենց անեմ, իսկ եթե այնց անեմ։ Երկրորդը սկսել վարել անկեղծ հաշվապահություն, ոչ թե մտավոր, այլ իրական էլի թղթի վրա նստել ու գրել։ Այս դեպքում կարելի է երկու հատ գիծ գծել, առաջինը իրականության գիծը, այս իրականության գիծը ձեր ֆինանսական վերջի մի ամսվա ֆինանսական հաշվեկշիռն է ելնելու, այս դեպքերում դուք կգնաք ամսվա սկզբից մինչև ամսվա վերջ դեպի ներքև, գրեթե միշտ, որովհետև իրականում կազինո խաղալու ընթացքում դուք միշտ պարտված եք։ Երկրորդը դա հույսի գիծը կլինի, սա ձեր զգացմունքային պիկերն են ու դրանք կբարձրանան վերև ամեն անգամ, երբ հաղթում եք, կապ չունի, թեկուզ նույնիսկ փոքր գումարներ։ Ու եւ նայեք այս երկու գծերին, կտեսնեք մի հատ գրաֆիկ, որտեղ դուք կորցնում եք ձեր փողերը, այսինքն գիծը ներքև է իջնում, բայց ձեր հաղթելու հույսը աճում է։ Ու դուք հաճույք եք ստանում այդ ձեր պիկերի ցույց կտան, որ հաճույք եք ստանում հենց պատահական շահումներից։ Հենց այս մեխանիզմը հասկանաք, ասենք ձեր մոտ պատրանքը կսկսի քայքայվել կազինոյի մասին։ Ինքնավերլուծության հարցեր։ Հիշեք ձեր վերջին փոքր շահումը պարտությունների շարքից հետո։ Ինչ զգացիք։ Ինչքան ժամանակ տևեց այդ զգացողությունը։ Ինչքան եք պարտվել մինչև այդ գումարը շահելը։ Հիշում եք թիվը, թե ուղղակի վերջի շահումն եք հիշում։ Ինչ կկատարվեր, եթե միշտ պարտվեիք, եթե կոնկրետ իմանայիք, որ երբեք չեք հաղթելու, ընդհանրապես չեք հաղթելու, կշարունակեիք խաղալ, թե չէ։ Ինչ միտք է գալիս ձեր մոտ ձեր պարտությունից հետո վերջել չեմ խաղալու, թե պիտի մի հատ էլ փորձեմ, հեսա կտա։ Եթե կարենայիք ջնջել հիշողությունից բոլոր ձեր շահումները ու թողնեիք մենակ պարտությունները, կփոխվեր խաղալու ձեր ցանկությունը, թե չէ։ Կետ 6. Ինչ դատարկություն եք լսնում խաղով, անկեղծ զրույց այն մասին, թե ինչից եք փախնում։
Հիմա խոսենք նրա մասին, թե ինչի մասին սովորաբար չեն խոսում, այն մասին, թե ինչ կա խաղի հետևում, շահումների ու պարտությունների հետևում, որովհետև խաղը փողի մասին չի, փողը ուղղակի թվերա, որը էկրանների վրա թարթում է, խաղը միշտ ինչ-որ մի հատ ուրիշ բանի մասին է, այն մասին է, որ դուք ինչ-որ բանի պակաս ունեք կյանքում ու լրացնում եք կազինոյի միջոցով, դրանք հիմնականում 4-ն են, ու այդ 4 բանը, որոնք դուք միշտ փորձում եք, ասենք, խեղդեք խաղալու միջոցով։ Ես հիմա այդ 4 կետերը կասեմ, դուք մի հատ ստուգ եք։ Առաջինը սեփական գոյության անիմաստությունը։ Ինչի համար եմ ապրում, ինչ եմ անում այս մոլորակի վրա, ինչ իմաստ կա այս ամենի մեջ։ Այս հարցերին կան մարդիկ, որոնք պատասխանը գտնում են իրանց աշխատանքի մեջ, իրանց ընտանիքում, ստեղծագործելու մեջ, հավատի մեջ, իսկ մարդիկ էլ կան, որ ընդհանրապես չեն գտնում այս հարցերին պատասխան, բայց այս այն հարցերն է, որ ամեն մեկը գոնե մի անգամ իրան կյանքում տալիս է։ Ու երբ որ մարդ չի գտնում պատասխանը, այդ ժամանակ առաջանում է դատարկություն, ծանր, sense ճնշող դատարկություն մի հատ։ Իսկ խաղալը տալիս է արհեստական իմաստ։ Շահումը որպես նպատակ, կանոնները որպես ուղեցույց, արագ արդյունք որպես հաստատում, որ դուք ինչ-որ մի հատ մեծ բանի, ինչ-որ մի հատ մեծ բան եք անում։ Ու խաղալու ընթացքում ժամանակավոր դադարում եք հարցնել, թե ինչի համար եմ ապրում, որովհետև զբաղված եք ու խաղի մեջ եք, ձեր միտքը զբաղված է խաղով։ Երկրորդը ներքին դատարկություն։ Սա այն է, երբ մարդու ներսում ոչ մի բան չկա, ոչ ուրախություն, ոչ տխրություն, ոչ հետաքրքրություն, մարդը ապրում է, ասենք, ոնց որ ռոբոտ, հա, արթնանում է, հաց է ուտում, գնում է աշխատանքի, գալիս է տուն, քնում է, արթնանում է, հաց է ուտում, գնում է աշխատանքի, sense կռում է ամեն ինչ։ Ուստի իրան խաղը տալիս է արհեստական զգացմունքներ, հուզմունք, վախ, հիասթափություն, էյֆորիա, ու ստե խաղի մեջ մարդը իրան ավելի կենդանի է զգում, թեկուզ մի քանի րոպեով կամ ժամով, ասենք։ Երրորդը ձանձրույթն է։ Ձանձրույթը էլի տառապանքի ձև է, ու սա ոչ թե սուր ցավ է, այլ sense մլացող, բութ, մի հատ ցավ է, որ օր-օրի նույն բանն է ու ոչինչ չի կատարվում, ոչ մի բան չի փոխվում։ Խաղը այս դեպքում դրամա է, այստեղ միշտ կա ինչ-որ լարվածություն, ինչ-որ մի բան է կատարվում, ռիսկ կա, իսկ վերջը միշտ անհայտ է ու այս ամեն ինչի մեջ ձանձրույթը անհետանում է։ Չորրորդը պայծառ իրադարձությունների բացակայություն։ Ձեր կյանքը դարձել է գորշ, աշխատանք տուն, չկան, ասենք, ինչ-որ մի հատ տոներ, ինչ-որ մի հատ ճանապարհորդություններ, ինչ-որ հետաքրքրություններ կամ արկածներ չկա։ Ու խաղը ստեղծում է էլի այդ արկածի արհեստական զգացումը, որ դուք մասնակցում եք ինչ-որ մեծ իրադարձությունների, դուք հիվանդագին, ասենք, հետևում եք թիմերին, դուք ապրում եք գործակիցներով, դուք զգում եք ձեզ այդ թիմի ինչ-որ մի հատ, ձեզ զգում եք ինչ-որ մեծ բանի մի մաս, բայց սրանք իրականում պատրանքներ են, իրականում դուք ուղղակի նստած եք ձեր հեռախոսի մեջ։ Օրինակ անհատը ունի փոքր, բայց կայուն բիզնես, նա աղքատ չի ու ունի ընտանիք, բայց նա զգում է, որ իր կյանքը վերածվել է տուն աշխատանքի, այս կոմենկով, նա չի ունենում իր գործի մեջ սուր զգացողություններ, որովհետև ամեն ինչ իդեալական աշխատում է, ու նրա մոտ նա չի զգում ուժեղ զգացմունքներ, ամեն ինչը արդեն ձանձրալի է նրան դարել։ Ու նա սկսում է խաղադրույքներ կատարել սպորտի վրա, ասենք։ Հիմա նա ոչ միայն նայում է ֆուտբոլը, նա մասնակցում է, նա ռիսկ է դիմում, նա հաղթում կամ պարտվում է, մի քանի ժամով նրա կյանքը sense լցվում է իմաստներով։ Բայց հենց խաղն անցնում է, ադրենալինը իր մեջից հեռանում է ու նորից նույն գորշ առօրյան է առաջ գալիս, ու հիմա արդեն գումարած դրան կրված փողերով։ Պատկերացրեք, որ ասենք դիտում եք հետաքրքիր սերիալ,
օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։ Դուք տնից դուրս չեք գալիս, ընկերների հետ չեք շփվում, տունը վերանորոգում չեք անում։ Լարված սերիալ եք նայում։ Այդ սերիալը շատ վառ սերիալ է, որտեղ կան դրամա, կա սեր, կա սպանություն, կա հետապնդումներ, ու ձեզ թվում է, թե լիարժեք կյանքով եք ապրում։ Բայց տունը քանդվում է, տանիքը կաթում է, պատերը ճաքել են, ուտելիքը վերջացել է։ Այստեղ այս դեպքում սերիալը խաղալն է, իսկ տունը ձեր իրական կյանքն է։ Դուք կարող սերիալը նայեք ինչքան ուզում եք, բայց ձեր տունը ինքն իրան չի վերանորոգի։ Հետաքրքիր է։ Ոնց հասկանաք, թե կոնկրետ ինչ դատարկություն եք լցնում։ Պատկերացրեք, որ վաղն առավոտյան արթնանում եք ու դուք չունեք ոչ մի ֆինանսական խնդիր, ընդհանրապես։ Բոլոր պարտքերը փակված են, հաշվին էլ ասենք 100 միլիոն դոլար կա։ Խաղալ ընդհանրապես պետք չի գումարի տեսանկյունից։ Ինչով կլցնեք ձեր օրը, ինչով կզբաղվեիք, ինչը այդ դեպքում ձեզ համար կլիներ կարևոր։ Կլինեն մարդիկ, ովքեր որ չեն կարենա պատասխանել այս հարցին, սա նշանակում է, որ դատարկությունը շատ խորն է ու խաղալը ուղղակի վիրակապա ձեր վերքերի համար։ Ինքնավերլուծության հարցեր։ 4 վիճակներից որն է ձեզ ամենամոտը։ Անիմաստություն, դատարկություն, ձանձրույթ, թե պայծառ իրադարձությունների բացակայություն, որն է ամենաշատը ձեր կյանքում հանդիպում։ Երբ եք վերջին անգամ ուրախություն զգացել ոչ թե խաղալուց, այլ ասենք իրական կյանքից։ Ու ինչն էր դա։ Պատկերացրեք, որ շատ մեծ գումար եք շահել ու բոլոր խնդիրները լուծվել են։ Ինչով կզբաղվեիք հաջորդ առավոտյան, ինչ հետաքրքրություններ առաջ կբերեիք ձեր կյանք, եթե ձեր կյանքում ընդհանրապես ձանձրույթ չլիներ, ինչով լցված կլիներ այդ ձեր կյանքը, ինչով զբաղվելուց կլինեիք ու դրա պատճառով ձեր կյանքում ձանձրույթ չէր լինի։ Ձեր որ ամենակարևոր մասն եք գցում փոսի մեջ, երբ նստում եք խաղալու, փողից բացի։ Դա կլինի ինքնահարգանքը, ընտանիքի հետ ժամանակը, ձեր ապագան, ձեր արժեքները։ 7-րդ կետ։ Ընտանիքը նույնպես հիվանդանում է, ոնց է կախվածությունը խաղացողի շրջապատում քանդում բոլորին։ Հիմա բերեք խոսենք նրա մասին, ինչի մասին շատ ցավալի է խոսելը ընտանիքի մասին, որովհետև խաղացողների մեծ մասը մտածում է, որ խաղալը իմ խնդիրն է, ես իմ փողերն եմ կրվում ու ոչ մեկի չեմ կպնում, բայց դա ճիշտ չի, որովհետև երբ ընտանիքից մեկը կախվածության մեջ է, ամբողջ ընտանիքը սենց կոպիտ ասած ընկնում է դժոխքի մեջ։ Առաջանում է այդ դեպքում մի երևույթ հոգեբանական տեսանկյունից, որը կոչվում է համակախվածություն։ Դա այն է, երբ մտերիմ մարդիկ սկսում են խաղալ նենց դերեր, որոնք ամրապնդում են հիվանդությունը։ Ոչ թե որովհետև նրանք վատն են, այլ որովհետև սիրում են ու ուզում են, որ ձեզ համար ամեն ինչ լավը լինի։ Այդ դերերը, որ ընտանիքի անդամները խաղում են, 3-ն են։ Ու հիմա ամեն մեկին առանձին կդիտարկենք։ Առաջին դերը դա կարա լինի փրկիչը։ Փրկիչը լուծում է խնդիրները, նա վճարում է ձեր պարտքերը, նա ընկերներից պարտքով փող է վերցնում, որ դուք խայտառակ չլինեք։ Նա ասում է ղեկավարին, որ դուք հիվանդ եք, երբ աշխատանքի չեք գնացել, որովհետև ձեր ամբողջ աշխատավարձը կրվել եք։ Փրկիչը անկեղծ հավատում է, որ ձեզ օգնում է, բայց իրականում նա գողանում է ձեր պատասխանատվությունը, նա թույլ չի տալիս, որ դուք բախվեք ձեր խաղալու հետևանքներին, իսկ առանց հետևանքների չկա ապաքինում։ Երկրորդ դերը հալածողն է։ Հալածողը գոռում է, մեղադրում է, վերահսկում է, նա ստուգում է ձեր հեռախոսը, զանգում է ձեր ընկերներին, որ իմանա որտեղ եք, հետևում է ձեր ամեն մի քայլին, նա ուզում է ձեզ կանգնեցնի, բայց նրա ճնշումը ձեզ մոտ առաջացնում է մենակ ամոթ ու թաքնվելու ցանկություն, իսկ որտեղ են թաքնվում խաղացողները։
խաղի մեջ, բա։ Երրորդ դերը էդի զոհն է, զոհը տառապում է, բողոքում է, նա բոլորին պատմում է, թե ինչ վատն է իր ընտանիքի խաղացող անդամը, ու ենթադրենք ամուսինը։ Ու զոհը միշտ իրան անօգնական է զգում, նա ստանում է կարեկցանք ու աջակցություն, բայց նա չի փոխում իր վիճակը, մենակ դրանով ամրացնում է։ Ամենասարսափելին այն է, որ այս 3 դերերը մի մարդու մեջ կարա լինի տարբեր ժամանակներում, ասենք օրինակ այսօր կինը ամուսնու համար փրկիչ է, վաղը հալածող է, մյուս օրը զոհ։ Օրինակ այդ նույն կինը իրիկունը հալածում է ամուսնուն, ասելով դու ամոտաբուր չունես, տեղից էլ փող չունենք, դու էլ ես վերջի փողերը կրվեցիր։ Առավոտ նա գնում է գործի ու այնտեղ դառնում է զոհ, այնքան եմ տանջվում իր ձեռը, էլ ուժ չկա, ինչի համար այս ամեն ինչը ինձ, ես արդեն այս ամեն ինչից հոգնել եմ, բայց ցերեկը դառնում է փրկիչ, ընկերուհուց պարտքով գումար է վերցնում, որ փակի ամուսնու պարտքերը, ու իսկ իր ծնողներին էլ ստում է, որ իրանց մոտ ամեն ինչ լավ է։ Ու այս 3 ամեն մի դերի մեջ նա անկեղծ հավատում է, որ ճիշտ է վարվում, բայց արդյունքը մեկն է, ամուսինը նորից ու նորից շարունակում է խաղալ, որովհետև հետևանքները իր խաղալու ինչ որ մեկը միշտ վերացնում է։ Ինչի է սա այդքան կարևոր հասկանալ, որովհետև դուք խաղացողը մենակ ինքը չի կախվածության մեջ, խաղացողը իր խաղով վարակում է բոլորին իր շրջապատում, ասենք ձեր սուտը ստիպում է ձեր մտերիմներին ստել, ձեր պարտքերը ստիպում են նրանց նորից պարտքեր անել, ձեր անկումը ստիպում է նրանց ընկնել ձեզ հետ միասին, խաղացողի ընտանիքը հիվանդանում է նրա հետ միասին, չի լինում ասենք առողջ ընտանիք ու ինչ որ մի հատ խաղացող մեկով, այտենց չի լինում, եթե մեկը խաղում է, ուրեմն ամբողջ ընտանիքը հիվանդ է այդ խաղով։ Ու եթե ցանկանում եք որ չխաղաք, ստիպված պիտի լինեք նայել ճշմարտության աչքերին ու ոչ միայն ձեր, այլ նաև այն ցավին, որը դուք պատճառում եք նրանց, ովքեր ձեզ սիրում են։ Ինքնավերլուծության հարցեր։ Ձեր ընտանիքում ով է հաճախ խաղում փրկչի, հալածողի կամ զոհի դերը։ Ինչ եք կարծում, ինչ է զգում ձեր մտերիմ մարդը, երբ դուք ևս մեկ անգամ փող եք պարտքով խնդրում, վախ, անհանգստություն, թե հուսահատություն։ Եթե ձեր ընտանիքը դադարեր լուծել խաղի հետևանքով ստեղծված ձեր խնդիրները, ինչ կփոխվեր ձեզ համար, կդառնար ավելի վախենալի, թե կհայտնվեր ինչ որ կանգ առնելու հնարավորություն։ Ինչ եք կարծում, որ ամենածանր բեռն են կրում ձեր հարազատները ձեր խաղի պատճառով, ոչ թե ֆինանսական, այլ զգացմունքային տեսանկյունից։ Ինչ կասեիք ձեր մտերիմ մարդուն, եթե կարողանայիք լիովին անկեղծ լինել նրա հետ հենց հիմա։ Հասանք 8-րդ կետին։ Ինչ անել, եթե խաղալու ցանկությունը հասել է գագաթնակետին, գոյատևման մեխանիկա, տեխնիկա, սուր փափագի պահին, լոմկա կոչվածին։ Ուրեմն հիմա անցնենք գործնականին, ստեղ քննարկենք դրա մասին, թե ինչ անել այն պահին, ասենք երբ ձեր ձեռները քոր է գալիս, ձեր մտքերը խառնվել են իրար ու թվում է, որ եթե չխաղաք կմեռնեք։ Այս վիճակը կոչվում է սուր փափագ։ Ու սա ամենավտանգավորն է, որովհետև հենց այս պահին փլուզվում է բոլոր խոստումները, որ տվել էիք ինքներդ ձեզ առավոտյան։ Բայց փափագի հետ կարելի է աշխատել, սուր փափագ լոմկա կոչվածի, ու դրա համար պետք չի ինչ-որ գերբնական ուժ ունենալ։ Առաջինը ինչը պետք է, հիշեք, որ փոթորիկը ինչ էլ ըլնի, ինքը միշտ անցողիկ է։ Սուր փափագը բերեք նմանացնենք ծովի փոթորիկին ու ալիքները գալիս խփում են, քամին ոռնում է, թվում է թե սրանից տեսապարծում չկա, բայց ցանկացած փոթորիկ ավարտվում է։ Միշտ հավերժական փոթորիկներ չկան, չեն եղել։ Ու
եթե դուք ասենք չպայքար եք այդ ալիքների դեմ, ուղղակի սպասեք, ալիքները մեկը ժամանակ հետո ինքն իրան կհանդարտվեն։ Խնդիրն է նա, որ այդ փոթորիկի պահին ձեզ թվում է, որ դա հավերժ առնելու, դա ուղիղ խապկանքն է։ Փոթորիկը անցնում է 20-ից 40 րոպեում, դա ասենք հաստատված է ժամանակաթուղ։ Դա հաստատված է հետազոտություններով 20-ից 40 րոպե, փոթորիկը ստե հիշում եք էլի այդ փափակ կոչվածի փոխաբերական իմաստն է, այսինքն այդ սուր փափագը լոմկա կոչվածը 20-ից 40 րոպեում անցնում է ու այդ հետազոտություններով ապացուցված է։ Պետք չի պայքարել այդ սուր փափագի հետ, սենց ճակատ ամենամեծ սխալը, որ այդ պահին ինքներդ ձեզ ասում եք, всё, ես էլ չեմ խաղալու, երբեք, ոչ մի դեպքում, ինչ էլ որ լինի, ես շատ ուժեղ եմ, всё, ես էլ չեմ խաղալու։ Ինչի ասա սխալ, որովհետև այդ երբեք բառը ներքին հոգեբանորեն ստեղծում է հսկայական շատ մեծ լարվածություն։ Դուք սկսում եք ճնշել ինքներդ ձեզ, իսկ ճնշումը առաջացնում է դիմադրություն ու վերջո կոտրվում եք։ Բայց այդ ճակատ դուրս գալու փոխարեն կարող օգտագործեք հետաձգիր ու փոխիր տեխնիկան։ Սա շատ հետաքրքիր, շատ պարզ ու պրիմիտիվ տեխնիկա է, երբ որ սուր փափագ ունեք խաղալու, դուք այդ դեպքում ոչ թե ձեզ ասում եք երբեք չեմ խաղալու կամ էլ չեմ խաղալու, всё, դուք ձեզ ասում եք խաղալու եմ, բայց ոչ հիմա։ Օրինակ, հա, ես կարող եմ խաղամ, բայց հիմա չէ, 20 րոպեից։ Ու այս 20 րոպեի ընթացքում ձեր խնդիրն է առավելագույնս փոխել իրավիճակը, զբաղվել ցանկացած ուրիշ բանով, մենակ թե չխաղալ։ Ինչ կարելի է անել 20 րոպեում։ Հիմա ստե պարզ ցուցակ ասեմ մի քանի կետից, այս ցուցակից ընտրեք այն, ինչը ձեզ ամենաշատը դուր կգա ու այդ 20 րոպեն փոխեք այդ կետից ընտրած ձեր համար հարմար զբաղմունքով։ Օրինակ 20 րոպեում կարաք դուրս գաք փողոց, ուղղակի դուրս գաք փողոց, առանց նպատակի, դուրս գաք 20 րոպե քայլեք։ Զանգեք ձեր ընկերոջը ոչ թե բողոքելու, այլ ուղղակի հարցնելու, թե ոնց է, ինչ կա, չկա, ինչ նորություններ ունի։ Կարաք միացնեք բարձր երաժշտություն ու պարեք կամ երգեք հետը։ Կատարեք ֆիզիկական վարժություններ։ Կարա լինի կոնտրաստային ցնցող, տաք ու սառը ջրով, որ փոխելով միանգամից լողանում են։ Կարաք ուղղակի ամանները լվաք կամ ասենք եթե կենդանի ունեք տնային, գրկելու հետը խաղալ։ Կամ կարաք թուղթ վերցնեք, նոթատետր ավելի ճիշտ, եթե ունեք, շատ լավ կլինի ու գրեք այնտեղ, որ հիմա ասենք ժամը 3:30 է, ես ունեմ սուր փափագ ու կսպասեմ 20 րոպե։ Ստե այս ամեն ինչի գլխավորն է նա, որ իմպուլս գործողություն այդ ավտոմատ կապը կոտրելն է։ Իմպուլսը եկավ, դա չի նշանակում, որ դուք պարտավոր եք ինչ-որ գործողություն անել այդ իմպուլսին համապատասխան։ Դուք կարաք սպասեք, ով ասել որ պարտադիր է։ Օրինակ էլի աշխատանքի վրա օրինակ բերեմ, անհատ է աշխատանքում վիճել է ղեկավարի հետ։ Խորհրդակցությունից հետո դուրս է գալիս, sense ներվայնացած, նվաստացած ու ձեռքը ավտոմատ գնում է հեռախոսին, որ մտնի խաղա ու հանգստանա։ Տենց բան չանես մտքի հետ, ասենք, պայքարելու փոխարեն, նա ինքն իրեն ասում է, լավ, կխաղամ, բայց հիմա չէ, 20 րոպեից ու դուրս է գալու, հիմա դուրս գամ մի քիչ, ասենք, ֆռռամ։ Դուրս է գալիս, քայլում է փողոցով, նայում է մեքենաներին, մաքուր օդ է շնչում, 10 րոպե անց նա արդեն չի էլ հիշում այդ խաղալու մասին, այդ սրությունը գնալով թուլանում է։ Նա այս ձևով չի հաղթում այդ սուր փափագը, ասենք կամքի ուժով, նա ուղղակի խաբում է դրան։ Իսկ ինչ անել, եթե 20 րոպեն անցավ, իսկ այդ նույն սուր փափագը չանցավ։ Կարելի է երկարացնել էլի 20 րոպեով ու էլի, կամ կարելի է օգտագործել մի զուտ կախվածության վրով մի հատ ուրիշ մեթոդ, որը կոչվում է բարձրաձայն։ Ուրեմն ինչ է իրանից ներկայացնում, կարաք զանգեք մի մարդու, ում շատ եք վստահում ու բարձրաձայն ասեք 3 բան։ Առաջինը. ինչ եմ զգում հիմա, օրինակ, ես զգում եմ դատարկություն, զայրույթ ու խաղալու ցանկություն։ Երկրորդը, ինչ խնդիր եմ փորձում լուծել խաղի միջոցով, օրինակ, ես սենց փորձում եմ մոռանամ ղեկավարիս հետ վիճաբանությունը։
Երրորդ, ինչ կարող եմ անել հիմա խաղի փոխարեն։ Օրինակ, ես կարամ գնամ մի հատ թունդ սուրճ խմելու, ասենք։ Երբ այս 3 կետերը այդպես բարձրաձայն արտասանում եք, հանգստանում եք։ Բառերով անվանված զգացմունքները կորցնում են իրենց ուժը։ Հիշեք, բառերով ասված զգացմունքները կորցնում են իրենց ուժը։ Բայց պիտի ասեմ, որ այս տեխնիկան առաջին անգամից չի աշխատում, նրան պետքա մարզել հանգիստ օրերին, երբ այդ սուրբ փափագ գոյություն չունի, ուղղակի բարձրաձայն արտասանեք այս 3 կետերը, то ձեր գլխում ֆռա այդ միտքը անընդհատ այդ տեսարանը, որ եթե ինձ սուրբ փափագ լինի, ես կանեմ սա ու կանեմ սա, ու դա կօգնի արդեն, երբ որ սուրբ փափագը գա, դուք հեշտությամբ կդառնա դա ձեզ մոտ, ասենք, ավտոմատ ու իրական այդ սուրբ փափագի ժամանակ չեք մտածի, ուղղակի կանեք այդ ամեն ինչը։ Ինքնավերլուծության հարցեր։ Որ իրավիճակներում կամ զգացողություններն են ձեզ համար խաղի ամենաուժեղ ստիմուլները, գրգռիչները։ Վիճաբանությունը, հոգնածությունը, մենակությունը, թե ձանձրույթը, ասենք։ Ինչ եք սովորաբար անում, երբ զգում եք սուրբ փափագ։ Վերցնում եք հեռախոսը, գնում եք խաղատուն, թե սկսում եք փող փնտրել։ Վերը նշված ցուցակից որ գործողություններն եք պատրաստ փորձել հաջորդ անգամ։ Կլինի դա զբոսանքը կամ զանգը կամ կոնտրաստային ցնցուղը։ Ինչ նախանգարում ձեզ պարզապես սպասել 20 րոպե։ Ինչ միտք է գալիս։ Դա անիմաստ է, թե ես չեմ դիմանա։ Ձեր շրջապատում կա արդյոք մարդ, ում կարաք զանգեք սուրբ փափագի պահին ու անկեղծ ասել, որ ինձ կոտրում է, ինձ տանում է, օգնի ինձ, ես հեսա խաղալու եմ էլի։ Հիմա այդ սուրբ փափագը եկավ, 20 րոպեներն արեցիք, բայց վերջը վերջո խաղացիք։ Ուրեմն կետ 9-ը, կոտրվելը վերջը չի, կոտրվելը տեղեկություն է, ոնց կոտրվելուց դասեր քաղել։ Հիմա խոսենք դրա մասին, ինչից ամեն մեկը վախենում է, կոտրվելու մասին, այդ որ սուրբ փափագին չդիմացար ու խաղացիք վերջը։ Դուք որոշել եք խաղալը թողալ, դիմացաք մի շաբաթ, ասենք, մի ամիս ու հանկարծ կոտրվեցիք ու խաղացիք։ Ու պարտվեցիք, բայց հնարավոր է նաև շահեցիք, այդքան կարևոր չի, կարևորը որ նորից խաղացիք։ Այդ պահին միանգամից միանում է ներքին ձայնը, այդ ամենաչար ձայնը աշխարհում ու նա ասում է, ըհը, ես ասում էի, չէ, որ դու ոչնչություն ես, կամքի ուժ չունես ու ամեն ինչ իզուր է։ Ու մարդ մտածում է, որ եթե ինքը կոտրվեց, ինքը թույլ է, ու այդ չխաղալու փորձերն էլ անիմաստ են, մեկը օրերից մի օր կոտրվելու է։ Բայց հենց հիմա ուշադիր, այդ ձայնը սուտ է ասում։ Կոտրվելը թուլության նշան չի։ Կոտրվելը տեղեկություն է, դա ասենք նման է մեքենայում կարմիր վառվող լույսին, այդ լույսը չի ասում դու վատ վարորդ ես, նա ասում է ստուգիչ, ասենք, մեքենան, ինչ որ բան փչացել է։ Ինչի է կոտրվելը անխուսափելի, որովհետև կախվածությունը, խռովիկ հիվանդությունը, ոնց որ ասենք դիաբետը կամ հիպերտոնիան։ Դուք չեք կարող ուղղակի վերցնեք ու բուժվեք։ Դուք կարող սովորեք ապրեք դրա հետ, վերահսկեք, թույլ չտաք, որ դա քայքայի ձեզ կյանքը, բայց անպայման կկոտրվեք մեկ-մեկ։ Կկոտրվեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր տարիներով չեն խաղացել։ Տարբերությունը նրանց մեջ, ովքեր կոպիտ ասած բուժվում են ու նրանց մեջ, ովքեր մնում են հիվանդության մեջ, ոչ թե կոտրվելու բացակայությունն է, այլ կոտրվելու նկատմամբ վերաբերմունքը։ Ուրեմն առաջինը ես կոտրվեցի, առաջիններն ասում են, որ ես կոտրվեցի, ուրեմն ես թույլ մարդ եմ, այլ իմաստ չկա ու գնում են նորից խաղալու։ Իսկ երկրորդ մարդիկ ասում են ես կոտրվեցի, ինչի համար կոտրվեցի, ինչը հաշվի չառա, ինչ դաս կարամ քաղեմ այս անգամից ու գնում են առաջ ու արդեն ավելի այս հարցերին պատասխանած ավելի ուժեղ ու ամենավտանգավոր ռեակցիան կոտրված ժամանակ էդի ամոթն ու մեկուսացումն է։ Ամոթը մարդու այդ ներքին ասում է, որ ես վատն եմ, ես չեմ ուզում երևամ մտերիմներիս աչքերին, որովհետև նորից խաղացի, նորից կրվեցի,
Մեկուսացումն ասում է, որ ես մենակ կհաղթահարեմ, որտեղ մենակ մեղավորը ես եմ ու ոչ մեկին չեմ ասի ոչ մի բան։ Ու այս երկուսը կախվածության լավագույն ընկերներն են, ասենք։ Որտեղ հենց ամոթն ու մեկուսացումն են ձեզ հետ գցում խաղի մեջ։ Դուք ձեզնից զզվում եք, ձեզ ցավ եք ապրում ու գնում եք այնտեղ, ասենք, որտեղ կարող ժամանակավորապես մոռանաք այդ ցավի մասին ու խաղի մեջ էլի։ Կոտրել այս շրջանը կարելի է մենակ մի ձևով, ինչ որ մեկին բարձրաձայն ասել, անկեղծ, ես կոտրվեցի ու այսքան գումար կրվեցի ու ես ամաչում եմ դրա համար։ Հենց ա բարձրաձայն ասում եք, ամոթը էլ առաջվա պես ձեր վրա չի ազդում։ Ոնց ճիշտ վերլուծել կոտրվելը։ Ուրեմն հենց կոտրվելուց հետո, հենց որ մի փոքր հանգստացել եք, արդեն խաղացել վերջացրել եք, նստեք ու գրավոր պատասխանեք 4 հարցի։ Պարտադիր գրավոր, որովհետև գլխում մտքերը շատ խառն են, իսկ թղթի վրա դրանք արդեն գրելուց կենտրոնանում են։ Առաջին հարցը փաստ էր։ Որտեղ է դա տեղի ունեցել։ Երբ, ում հետ եք եղել, ինչքան ժամանակ խաղացել, ինչքան գումար եք ծախսել, ու կարևորը որ այս պատասխանները լինեն առանց գնահատականների, առանց մեղավոր գտնելու, ուղղակի գրում ենք փաստերը։ Որտեղ է դա տեղի ունեցել, երբ, ում հետ եք եղել, ինչքան ժամանակ եք խաղացել, ինչքան գումար եք ծախսել, առանց գնահատականների էլի եմ ասում։ Երկրորդ հարցը։ Այստեղ տրիգերները, գրգռիչներն ենք ուսումնասիրում, ինչ է պատահել կոտրվելուց առաջ, վերջին 24 ժամում, ինչ իրադարձություններ, ինչ մտքեր, ինչ զգացողություններ, ինչ ֆիզիկական իրավիճակներ, օրինակ երեք վիճեցի կնոջս հետ, զգում էի զայրույթ ու անօգնականություն, այսօր առավոտ տեսա, ասենք, այդ կազինոյի գովազդը, սիրտը սկսեց ավելի արագ խփել։ Առանց գնահատականի չոր ինչ եղել է։ Երրորդ հարցը, այդ կույր գոտի կոչվածը, ինչը թերագնահատեցի, որ ռիսկային իրավիճակը բաց թողեցի, որ հմտությունը չօգտագործեցի։ Օրինակ ես թերագնահատեցի, որ հին ընկերների հետ փաբում հանդիպումը ինձ համար տրիգեր է, մտածում էի, որ մի բաժակ կխմեմ ու կգնամ, բայց չէ, մնացի ու խաղացի։ Չորրորդ հարցը, դաս։ Ինչ կանեմ հաջորդ անգամ, ինչ պլան կկազմեմ, որ այս իրավիճակը չկրկնվի։ Օրինակ հաջորդ անգամ չեմ գնա ընկերների հետ փաբ, մինչև չանցնի գոնե կես տարի։ Եթե կանչում են, կառաջարկեմ հանդիպել կամ տանը, կամ գնալ ուղղակի զբոսանքի։ Օրինակ անհատը չէր խաղացել 3 ամիս, ու 3 ամիսը դա շատ մեծ ժամանակահատված է կախվածության համար, ու այդ 3 ամիս չխաղալու համար ինքը իրանով հպարտանում էր, բայց մի օր ընկերների հետ գնաց ինչ որ մի հատ երեկույթի հրավիրեցին ու ինքը գնաց ու որտեղ երեկույթ հասկանում ենք որ այնտեղ էլ ալկոհոլ կա ու ինքը մի քիչ խմած ինչ որ մեկը նրա ներկայությամբ սկսեց խաղալ ու ինքն էլ չդիմացավ ու կոտրվեց ու սկսեց խաղալը ինչ կարար աներ, կարար ընկներ ամոթի մեջ, ես ոչնչություն եմ, 3 ամիսը անկապ անցավ, ես անհույս եմ ու նորից գնար խաղալու, որ այդ ցավը, այդ ամոթի ցավը խեղդի ներսի։ Բայց նա ուրիշ բան արեց, նա իրան մտերիմ մարդու զանգեց, սկսեց պատմել, որ ասեց, որ կոտրվեցի ու խաղացի, սկսեց պատմել, որ գնացել է երեկույթի, այնտեղ խմել է, խաղացել է ու երկուսով գտան իր տրիգերները, թե ինչի կոտրվեց ու նորից խաղաց։ Մենակության զգացողությունը ընկերների հետ ու ալկոհոլը, հին ընկերներ, որոնց հետ նա, ասենք, նախկինում խաղացել է։ Ստե անհատը դաս քաղեց, ես պատրաստ չեմ ալկոհոլով ու հին ծանոթներով երեկույթներին առայժմ չեմ գնա, մինչև հասկանամ, թե հաջորդ անգամ նման իրավիճակում ինձ ոնց պահեն, որ չխաղամ։ Իրա մոտ այդ 3 ամիսը չանհետացավ, դրանք մնացին իրանց տեղը ու մի անգամ կոտրվելը չի ջնջում ամեն ինչ, դա ուղղակի մի քայլ հետ է գցում ճանապարհից։ Փոխաբերությունն է, ինչ փոխաբերություն։ Երբ ասենք սովորում եք հեծանիվ քշելը, ընկնում եք ու ոչ թե մի անգամ եք ընկնում, այլ շատ անգամներ ու եթե ամեն ընկնելուց հետո
հեծանի վդեն նետեք ու ասեք ես քշելու համար չեմ ստեղծված, հաստատ երբեք չեք սովորի քշելը։ Բայց եթե վեր ընկնեք, կանգնեք, ձեզ թափտակ ու մտածեք, թե ինչի համար ընկա, թե կարա լինի հավասարակշռությունս կորցրեցի, թե ասենք կտրուկ շրջվեցի, թե կարողա փոսեր էին ճանապարհին, ու սենց ձեր մոտ ամեն ընկնելը ձեզ ավելի ուժեղ կդարձնի, հաջորդ անգամ արդեն ուշադրություն կդարձնեք այդ ընկնելու պատճառներին։ Ստե կոտրվելը էլի այդ նույն ձևը աշխատում, ոչ թե ճանապարհին, այլ սովորել ապրել առանց խաղի։ Ինչ անել, եթե արդեն կոտրվել ես, իսկ վերլուծելու ուժ չկա։ Կարաք մի հատ փոքր քայլ անեք ընդամենը։ Ոչ թե ամեն ինչ ուղղել, ոչ թե երբեք էլ չեմ խաղալու, այլ ուղղակի զանգեք կամ գրեք հաղորդագրություն ինչ-որ մի հատ հարազատ մարդու, կարա լինի դա ես կոտրվեցի ու նորից խաղացել եմ։ Այսքանը հերիք է, հավատացեք, այսքանը հերիք է, մնացածը արդեն կանի ձեր անկեղծությունը, որովհետև կախվածությունն ապրում է լռության մեջ։ Հենց որ դուք խախտում եք այդ լռությունը, կախվածությունը թուլանում է։ Ինքնավերլուծության հարցեր։ Երբևէ կոտրվել եք ու խաղացել, ինչ եք զգում անմիջապես հետո։ Ամոթ, թեթևացում, թե թաքցնելու ցանկություն, որ խաղացել եք։ Ինչ եք սովորաբար անում կոտրվելուց հետո։ Նախատում եք ինքներդ ձեզ, թաքցնում, թե փորձում եք հետ բերել կրվածը նորից խաղալով։ Ինչ եք կարծում, ինչի է ամոթն այդքան ուժեղ խանգարում ձեզ կանգ առնել։ Ինչ կլինի, եթե կարողանաք կոտրվելու մասին պատմեք, ասենք առանց ամոթի։ Որ իրավիճակը կամ զգացողությունն է ձեր վերջին կոտրվելու տրիգերը, կա, ասենք այդ տրիգերը հենց հիմա ձեր կյանքում։ Եթե ձեր լավագույն ընկերը կոտրվեր ու գար ձեր մոտ ամոթով, ամաչելով, ինչ կասեիք նրան, իսկ հիմա այդ ամեն ինչը ասենք ինքներդ ձեզ։ Կետ 10. Պարտքեր, ամոթ ու կախարդական մտածողություն։ Ինչի է, որ ինչքան շատ ենք պարտվում, այնքան դժվար է կանգ առնելը։ Հիմա խոսենք ամենացավոտի մասին, փողի մասին, ավելի ճիշտ ոչ թե փողի, այլ նրա մասին, ինչը կանգնած է դրանց հետևում։ Հիմա խոսենք ամենացավոտի մասին, փողի մասին, ավելի ճիշտ ոչ թե փողի, այլ նրա մասին, ինչը կանգնած է փողի հետևում։ Երբ դուք պարտվում եք փոքր գումար, ներվայնանում եք, բայց խուճապ չի առաջանում։ Երբ պարտքն աճում է, սկսվում է լրիվ ուրիշ պատմություն։ Սա կոչվում է թունավոր ամոթ։ Ու սա ձեզ հետ է գցում խաղի մեջ ավելի ուժեղ, քան ասենք շահելու ցանկությունը։ Ինչ է պարտքը կախվածություն ունեցող մարդու ընկալման մեջ։ Սովորական մարդու համար պարտքը մաթեմատիկա է։ Ես պարտք եմ, ասենք 100,000 դրամ։ Ուրեմն պիտի դրանք կամ աշխատեմ, կամ պայմանավորվեմ նոր ժամկետների մասին այդ պարտքը վերադարձնելու համար։ Խաղամոլի համար պարտքը ուղղակի թիվ չի, դա ամոթի մարմնացում է։ Դա ապացույց է, որ նա անհաջող է կա, դա դեմքի կորուստն է ընտանիքի, ընկերների ու ինքն իր առաջ։ Ամեն մի բանկի զանգը հարված է, կնոջ ամեն մի հարցը թե փողերն ուր են, սուր դանակ է, ծնողներնի ամեն մի հայացքը, ասենք դատավճիռ է, ու մարդը սկսում է ապրել բացահայտվելու մշտական վախի մեջ։ Նա թաքցնում է հեռախոսը, նա չի պատասխանում անծանոթ համարների զանգերի, նա ստում է թե փողերն ուր են, ու նա միշտ մեկուսանում է։ Ու այս կետում տեղի է ունենում ամենասարսափելին կախարդական մտածողություն։ Կախարդական մտածողություն, օրինակ, որ մի հատ խոշոր շահումը ամեն ինչ կուղղի, ամեն ինչ տեղի գցի։ Պարտքն ու ամոթը դառնում են այնքան անտանելի, որ խաղը դադարում է ուղղակի խաղը լինելուց ու նա վերածվում է մի հատ կախարդական դեղի։ Մարդը մտածում է ոչ թե որ ես պիտի ավելի շատ աշխատեմ, որ պարտքերս փակեմ, չէ, նա մտածում է, որ մի հատ մեծ շահում ու ամեն ինչից կպրծնեմ։
ոչ մեկ չի իմանա, ամոթս կվերանա ու ամեն ինչ առաջվա պես կլինի։ Սա կոչվում է կախարդական մտածողություն։ Սա իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի, բայց կախվածություն ունեցող մարդու գլխում սա դառնում է խաղալը շարունակելու պատճառներից մեկը։ Ուրեմն ինչ կարելի է անել, չէ, բերեք սենց ասեմ, ուշադրություն դարձրեք պարադոքսին, սկզբում խաղը խնդիրների պատճառն է, այսինքն ինչ որ խնդիրների պատճառով մարդը սկսում է խաղալ, հետո խաղը դառնում է խնդիրների լուծման պատճառ։ Խաղը ստեղծում է պարտքեր, հետո նույն խաղը խոստանում է, որ այդ պարտքերից իրան կազատի։ Օրինակ անհատը պարտքա բանկերին, ընկերներին ու ասենք վարկային կազմակերպություններին մեծ գումարներ։ Անծանոթ համարներից, երբ զանգ է գալիս, նրա մոտ խուճապ է առաջանում, նա չի կարող նորմալ քնի, նա ընդհանուր մտածում է, թե ոնց այս ամեն ինչի մասին պատմի իր կնոջը։ Բայց իրականում իրոք աշխատող լուծումներ փնտրելու փոխարեն, ասենք կարող լինեն խոսքի գնալ երկրորդ աշխատանքի, պայմանավորվել պարտքերի վերադարձնելու նոր ժամկետների պայմանների մասին, անկեղծ խոսել մտերիմների հետ, դրանց փոխարեն նա նոր վարկ է վերցնում ու նորից խաղում է, որովհետև խնդրի ակնթարթային լուծման միտքը այս դեպքում թվում է միակ ելքը։ Նա հասկանում է, որ հնարավորությունը նվազագույնն է, բայց խոշոր շահումի հույսը դառնում է այս ցավի համար անզգայացում։ Իսկ երբ անզգայացումն անցնում է, ցավը վերադառնում է արդեն ավելի մեծ ուժով ու նա նորից խաղում է։ Ու ոնց կարելի է դուրս գալ այս շրջանից։ Առաջինը ու ամենադժվարը պարտքերը պիտի առանձնացվի ամոթից։ Պարտքերը դրանք ուղղակի թվեր են։ Դրանց հետ կարելի է աշխատել, դրանք կարելի է վերաձևակերպել, վերակառուցել, մաս-մաս վճարել, պայմանավորվել, ասենք, պարտքատերերի հետ, դա տհաճ է, հա, բայց դա իրական է, դա աշխատող է։ Իսկ ամոթը դա զգացողություն է, դա հնարավոր չի մարել փողով։ Եթե դուք ասենք հաղթեք միլիոն ու փակեք բոլոր պարտքերը, ձեր ամոթը չի անհետանա, որովհետև ամոթը նստած է ոչ թե փողերի, այլ ձեր գլխում։ Նա ասում է դու թույլ ես, դու չես կարող քեզ վերահսկես, դու խաբել ես, ասենք, մտերիմներին։ Առաջին խնդիրը ամոթը ներսից հանելն է։ Պետք չի թաքնվել, խոստովանեք գոնե մի հոգու խոստովանեք, որ դուք պարտքեր ունեք, որ դրանց համար ամաչում եք, բայց ուզում եք ամեն ինչ փոխեք։ Այս առաջադրանքը շատ դժվար է, բայց շատ էլ կարևոր է։ Կարակ վերցնեք թուղթ, որեն անկեղծ գրեք գաղտնի ցուցակ բոլոր ձեր պարտքերի մասին։ Ում եք պարտք ու ինչքան եք պարտք։ Ամեն մի գումարի դիմաց գրեք ոչ թե ֆինանսական, այլ զգացմունքային տոկոսները։ Օրինակ, առաջին հարկի հարևան 58000 դրամ ու զգացմունքայինը ինչ սուտ եմ ասել եմ, որ բուժման համար է ենթադրենք, որ հանդիպումներից եմ խուսափել նրա հետ, չեմ գնացել ծննդյան օրը, ինչ զգացողություններ է առաջացնում այս պարտքը, ամոթ ու վախ, որ նա կիմանա ճշմարտությունը։ Հենց որ սենց անեք, դուք կտեսնեք, որ խնդիրը փողերի մեջ չի, խնդիրը այն բեռի մեջ է, որը կախված է ձեր վրա, ու այս բեռը հնարավոր չի հանել ինչ-որ մի հատ մեծ շահումով։ Սա կարելի է հանել մենակ անկեղծ խոսալով ու ժամանակի ընթացքում։ Ինչն է ձեզ համար ավելի վախենալի՝ պարտքի փաստը, թե մտերիմներին դրա մասին խոստովանելու անհրաժեշտությունը։ Այս հարցը հենց ինքներդ ձեզ տաք ու անկեղծ պատասխանեք, շատ բաներ ձեզ պարզ կլինի արդեն։ Եթե ավելի վախենալի է խոստովանելը, նշանակում է, որ ձեր խնդիրը ֆինանսի մեջ չի, ձեր խնդիրը ամոթի մեջ է ու խաղալը ուղղակի այս ամոթի հետ չհանդիպելու միջոց է։ Բայց քանի դեռ փախչում եք ամոթից, այդքան էլ կփախչեք իրականությունից
ու ուր կփախչեք դեպի խաղ, որտեղ խոստանում է կախարդական ազատ տուն, որը իհարկե երբեք չի լինելու։ Ուրեմն ինքնավերլուծության հարցեր։ Ինչքան գումար եք պարտք հենց հիմա, գրեք թիվը ու ուշադիր նայեք, միշտ եղեք աչքերը։ Մտերիմներից ում եք ստել ձեր պարտքերի մասին, կոնկրետ ինչ եք ասել։ Ինչ ֆանտազիա եք պտտում ձեր գլխում խոշոր շահումի մասին, որը կծածկի բոլոր պարտքերը։ Մանրամասն պատկերացրեք դա, ինչ եք զգում այդ ֆանտազիայի մեջ։ Ինչն է ձեզ համար ավելի սարսափելի, մնալ առանց փողի, թե որ բոլորն իմանան ճշմարտությունը։ Եթե ամոթը ընդհանրապես գոյություն չունենար, ինչ իրական քայլեր կկատարեիք ֆինանսական խնդիրները լուծելու համար։ 10-րդ կետն էլ վերջացրեցինք, հասանք 11-րդ կետ։ Առաջին 72 ժամը չխաղալու որոշումից հետո։ Քայլ առ քայլ պլանը։ Նորից գործնական վարժություն ու 72 ժամը առաջին ամենակարևոր ժամերն են, առաջին 3 օրը այն բանից հետո, երբ դուք որոշեցիք, որ էլ չեք խաղալու, վերջ, հերիքա, էլ ես չեմ խաղալու։ Ինչի հենց 72 ժամ, որովհետև առաջին 3 օրվա ընթացքում ձեր մոտիվացիան ամենաուժեղն է։ Դուք դեռ հիշում եք, թե ինչի համար եք դա անում, ինչի համար պիտի չխաղաք, իսկ մոտիվացիան կսկսի դրանից հետո ավելի մարել, նվազել ու նրա փոխարեն կգա սուր փափագը։ Դրա համար պիտի արագ գործեք, վճռական ու առանց մտածելու։ Այստեղ այս առաջի 72 ժամվա մեջ ձեր խնդիրն է ստեղծել առավելագույն քանակությամբ արգելքներ ձեր ու խաղի մեջ։ Հույսներդ մի դրեք կամքի ուժի վրա, մենք արդեն հասկացանք, որ դա տենց աշխատող տարբերակ չի, հույսներդ դրեք ու հենվեք արգելքների վրա։ Ուրեմն առաջին քայլը ֆինանսական բլոկադա։ Սա ամենակարևոր քայլն է ու ամենադժվարը, որովհետև սա հարվածում է ձեր ամենացավոտ տեղին, ձեր վերահսկողությանը։ Դուք պետք է փոխանցեք ձեր ֆինանսների վերահսկողությունը ձեզ վստահելի անձի։ Բանկային քարտերը, կանխիկ գումարը, առցանց բանկերի գաղտնաբառերը, ամեն ինչ որ մի հատ վստահելի անձի թողնում եք ձեզ մոտ միայն այն նվազագույն գումարը առօրյա ծախսերի համար, որ ձեզ պետք է։ Ով կարա լինի այդ վստահելի անձը, ձեր ամուսինը կամ ձեր կինը, ձեր ծնողները կամ ձեր չափահաս երեխաները կամ լավագույն ընկերը, ով չի խաղում ու ձեր փողը ձեզ հետ չի տա խաղալու համար։ Ինչ եք ասում այդ մարդուն։ Պատմում եք ամբողջ ճշմարտությունը։ Ես կախվածություն ունեմ, ես չեմ կարող ինձ վերահսկեմ, օգնիր ինձ, վերահսկիր իմ փողերը, օրինակ 3 ամսով։ Հա, դա նվաստացուցիչ է, դա հաճելի չի, դա ցավալի է, հա չափահաս մարդը չպիտի իր քարտերը ուրիշին տա, բայց երբ մարդու ոտքը կոտրված է, նա իր փոխանցումը շարժման վերահսկողությունը տալիս է հենակներին։ Երբ մարդը դիաբետ ունի, նա փոխանցում է սննդի վերահսկողությունը բժշկին։ Կախվածությունը նույնձև հիվանդություն է, իսկ ֆինանսների վերահսկողության փոխանցումը դա ձեր ժամանակավոր հենակներն են։ Մինչև նորից կսովորեք քայլել առանց խաղի։ Հաջորդ քայլը թվային դետոքսիկացիա։ Ուրեմն ինչա պետք անել, դուք պիտի ջնջեք ամեն ինչ առանց խղճահարության, առանց իսկ եթե պետք գայի։ Բոլոր խաղային հավելվածները հեռախոսից, բոլոր կազինոների կայքերը, բոլոր չաթերն ու ալիքները, որտեղ քննարկում են կազինոները, բոլոր այն մարդկանց կոնտակտները, որոնց հետ խաղացել կամ խաղ եք քննարկել։ Տեղադրում եք արգելափակում կայքերի վրա, հեռախոսում ու համակարգչում։ Կան հատուկ հավելվածներ, որոնք հնարավոր չի փակել առանց գաղտնաբառի, այդ գաղտնաբառը թող իմանա ձեր վստահելի անձը։
Եթե ստանում եք գովազդային բաժանորդագրություններ կազինոներից, դրանցից էլ հրաժարվեք, mail-ին որ նամակներ ա գալի կամ SMS-ա գալի հեռախոսին, փոխեք հեռախոսահամարը, եթե պետք է դաժե նույնիսկ այդ դեպքում փոխեք հեռախոսահամարը։ Արեք նենց, որ ձեր խաղալու համար պետք է լինի կատարել ոչ թե 2 հատ սեղմում, այլ 20 գործողություն, ասենք, մինչև այդ 20-ը կատարեք, ձեր ուղեղը այդ պահին կհովանա այդ սուր փափագի 20-ից 40 րոպեն էլ կօգտագործեք կանցնի։ Քայլ 3. Խոստովանություն ու դաշնակիցների որոնում։ Ուրեմն դուք պատմում եք ձեր որոշման ու խնդրի իրական մասշտաբի մասին գոնե մի հոգու։ Ոչ թե մասնակի, ոչ թե ես փոքր դժվարություններ ունեմ, այլ ամբողջությամբ ես այսքան պարտվել եմ, ես ունեմ այսքան պարտք, ես կախվածություն ունեմ ու որոշել եմ թողա։ Այդ մարդը դառնում է ձեր դաշնակիցը։ Դուք կարող զանգեք նրան սուր փափագի պահին, կարող գրեք նրան, երբ ասենք ամաչում եք ամոթ եք զգում։ Որովհետև մենք քննարկեցինք, որ կախվածությունը ապրում է մեկուսացման մեջ, հենց որ խոստովանում եք, մեկուսացումը հենց որ խոստովանում եք, որ կախվածություն ունեք, խախտում եք մեկուսացումը ու կախվածությունը թուլանում է։ Սրանք սենց ուղղակի խոսքեր չեն, էլի, սա նյարդակենսաբանություն է։ Օրինակ, անհատը որոշել է, որ էլ չի խաղալու, նա սկսեց սպասել երկուշաբթի օրվան կամ ամսի 1-ին, նա ասես միանգամից որոշեց, վերջ, չեմ խաղալ։ Նա եկավ եղբոր մոտ ու ասաց, ես չեմ կարող ինձ վերահսկեմ, վերցրու իմ քարտերը, փոխի գաղտնաբառերը, միացրա ինքնաարգելանքները, վերահսկի իմ ֆինանսները հաջորդ մի քանի ամիսների ընթացքում։ Ճիշտ է, եղբայրը մի քիչ վախեցավ, բայց համաձայնվեց, որովհետև սիրում է նրան։ Անհատը ջնջեց ամեն ինչ հեռախոսից։ Դուրս եկավ բոլոր չաթերից։ Արգելափակեց կայքերը։ Զանգեց կնոջն ու ամեն ինչ խոստովանեց։ Նա ամաչում էր, բայց ամոթից չմեռավ։ Ինչ անել, եթե չեք կարող ուրիշներին փոխանցել վերահսկողությունը։ Այս դեպքում ստեղծում եք տեխնիկական արգելքների համակարգ։ Սահմանում եք լիմիտներ բանկում կանխիկացման ու փոխանցումների համար։ Գաղտնաբառ եք դնում հավելվածների ինստալացիայի համար ու գրում եք թղթի վրա ու պահում հեռու ինչ-որ մի դժվարամատչելի տեղ, որ չգտնեք այդ գաղտնաբառը։ Ձեր փողերը, ձեր գումարները փոխանցում եք այն հաշվին, որից հնարավոր չի արագ հանել։ Բայց եթե անկեղծ առանց վստահելի մարդու շատ ավելի դժվար է, որովհետև տեխնիկական արգելքները կարակ շրջանցեք, իսկ մտերիմ մարդու աչքերի առաջ տված խոստումը ավելի դժվար է շրջանցել ինչ-որ մտեղ։ Հիմա ինչ եք զգում, երբ մտածում եք այս քայլերի մասին։ Վախ, դիմադրություն, նվաստացում, տեսանյութը փակելու ցանկություն ու ձևացնեք, թե ոչ մի բան չեք լսել, ոչ մի բան սրա մասին չգիտեք։ Սրանք նորմալ երևույթներ են, դա ձեր կախվածությունն է, որ պայքարում է իր կյանքի համար։ Նա չի ուզում, որ դուք արգելքներ տնեք, նա ուզում է, որ շարունակեք հավատալ, որ այս անգամ ես ինքս ամեն ինչ կկարողանամ հաղթահարել։ Բայց դուք արդեն փորձել եք մի քանի անգամ ու ինչա ստացվել, չի ստացվել։ Ինքնավերլուծության հարցեր։ Ձեր շրջապատում ով կարյալ լինի ձեր վստահելի անձը ֆինանսների հարցում։ Կոնկրետ ինչն է ձեզ վախեցնում այդ մարդու հետ զրուցում։ Ինչ կմտածի նա, կմերժի, թե կսկսի ուրիշ աչքերով նայել։ Որ հավելվածները, կայքերն ու կոնտակտները պետք է ջնջել հենց այսօր։ Կազմեք մի հատ ցուցակ ու ջնջեք։ Ինչքան նվազագույն գումար է պետք թողնել ձեզ 1 օրվա համար, որ գոյատևեք, ոչ թե խաղալու, այլ գոյատևելու, սա նույն ճանապարհ ձեռքի ծախսել, ասենց ասած։ Ինչ նախանգարում ձեզ կատարել այս 3 քայլերը մոտակա 24 ժամվա ընթացքում, կոնկրետ ինչը, ու գրեք այդ խոչընդոտները։ Իսկ հետո հարցրեք ինքներդ ձեզ, սա իրական խոչընդոտ է, թե վախ է։ Կետ 12. Ընդունել
անզորությունը դա թուլություն չի, դա իմաստություն է։ Հիմա խոսենք այն բաների մասին, որոնք առաջացնում են ամենաուժեղ դիմադրությունը։ Անզորություն ու չեմ կարող վերահսկել բառերը։ Շատ մարդիկ լսում են այս բառերը ու նորսից պայթում են, ոնց թե ես անզոր եմ, ես ամեն ինչ վերահսկում եմ, ես ուղղակի անկարգապահ եմ, պիտի ավելի ուժեղ լինեմ։ Ու ես շատ դեպքերում հասկանում եմ այս ռեակցիան, մեզ սովորեցրել են, որ ուժեղ լինելը նշանակում է չհանձնվել, չբողոքել, օգնություն չխնդրել ու խնդիրները ինքնուրույն հաղթահարել, բայց կախվածության դեպքում այս վերաբերմունքը ուղղակի մարդուն սպանում է, որովհետև ինքնուրույն հաղթահարելը հենց այն ռազմավարությունն է, որը չի աշխատում։ Դուք արդեն շատ եք փորձել, շատ անգամ ու ամեն անգամ ավարտվել է ձեր խաղալով։ Ուրեմն ինչով է տարբերվում հանձնվելը անզորության ընդունումից։ Սրանք երկու տարբեր վիճակներ են, շատերը դրանք հաճախ շփոթում են, բայց դրանք լրիվ իրար հակառակ են։ Հանձնվելը պարտվողականություն է, մարդը ասում է, որ հիվանդությունն ինձից ուժեղ է, ես ոչ մի բան չեմ կարող անեմ, ուրեմն կշարունակեմ խաղալ, մեկը ոչ մի բան չի փոխվելու։ Սա պայքարից հրաժարվելն է, սա դեպրեսիա է, սա փակուղի է։ Իսկ անզորության ընդունումը պայքարից հրաժարվել չի։ Դա կարելի ասել, որ չաշխատող ռազմավարությունից հրաժարվելն է։ Այս դեպքում մարդն ասում է, ես ընդունում եմ, որ խաղը վերահսկելու իմ բոլոր փորձերը ձախողվել են, մենակ իմ կամքի ուժը չի աշխատում այս մեխանիզմի դեմ, ուրեմն ես պիտի դադարեմ մենակ պայքարելուց, ես պետքա դուրս գամ մեկուսացումից, ես պետքա օգտագործեմ ուրիշ ռազմավարություններ։ Ընդունել անզորությունը նշանակում է ոչ թե ես թույլ եմ, այլ ես խելացի եմ, տեսնում եմ, որ հին եղանակը չի աշխատում ու պատրաստ եմ փորձել նորը։ Այստեղ փոխաբերական իմաստով կարելի է օրինակ բերել շարժվող ավազները, պատկերացրեք, որ հայտնվել եք շարժվող ավազների մեջ։ Ինչ է անում այս դեպքում մարդկանց մեծամասնությունը սկսում է իրան թափ տալ, անկանոն շարժվել, ամեն ինչ փորձում է, որ ցենց դուրս պրծնի այդտեղից, ու ինչքան ուժեղ, այնքան այդ արագ է ներս քաշում այդ ավազից քեզ։ Հանձնվելը դա է շարժվել ու ուղղակի սպասել, որ քեզ ներս կքաշի։ Մեկը դուրս գալ չեմ կարում, ինչ էլ անում եմ, ինձ ներս է քաշում։ Իսկ անզորության ընդունումը դա հասկանալ, որ անկանոն շարժվելը անիմաստ է, անկապ չշարժվել։ Ասենք պարտել մեջքի վրա, որ մեծացնեք շփման մակերեսը ու սկսեք դանդաղ հանգիստ դողալ դեպի եզր կամ օգնություն կանչել։ Սա թուլություն չի, սա գոյատևման միակ միջոցն է այս բանին։ Օրինակ անհատը երկար տարիներ անընդհատ փորձել է, որ քիչ խաղա ու ինքը որոշում է կայացրել, որ խաղալու է մենակ հանգստյան օրերին կամ խաղալու է մենակ X գումար կամ կամաց կրվածը փորձել է հետ բերի ու ամեն անգամ այդ ամեն ինչը ավարտվել է կոտրվելով ու խոշոր պարտություններով, պարտքերով ու էլի նորից խոստումներով։ Ու մի օր ինքն իրան ասում է, որ ես չեմ կարող վերահսկել իմ խաղը, վերջ, ու նա չի ասում, որ ես թույլ եմ, նա ինքն իրան ասում է, որ ես դադարում եմ ինքս ինձ խաբեմ, ես դադարում եմ հավատամ, որ կարամ չափավոր խաղամ, որովհետև սա չի աշխատում, քանի անգամ փորձել եմ ու չի աշխատում։ Այս ընդունումը նրա համար դառնում է ոչ թե վերջ, այլ սկիզբ, որովհետև նա դադարում է ուժեր ծախսի անհնարինի վրա ու ուղղում է այդ նույն ուժերը հնարավորի վրա, արգելքների վրա, օգնության վրա, անկեղծության վրա։ Ինչի է այդքան դժվար ընդունել այս անզորությունը, որովհետև դա հարվածում է ինքնագնահատականին։ Մեզ թվում է, եթե մենք ընդունում ենք, որ չենք կարող վերահսկենք խաղը, նշանակում է ընդունում ենք, որ մենք ոչնչություն ենք։ Բայց դա սխալ է, որովհետև խաղը վերահսկելը բնավորության հարց չի, դա ուղեղի կառուցվածքի հարց է։ Ձեր ուղեղը ընկել է կենսաքիմիական ծուղակի մեջ։ Ընդհատվող ամրապնդումը, դոֆամինային օղակները, վերահսկողության պատրանքը, դա ոչ թե նրա համար է, որ դուք վատ մարդ եք, այլ որ դուք ուղղակի մարդ եք ու մարդն ունի խոցելի տեղեր։
Իսկ ընդունել խոցելիությունը դա թուլություն չի, դա իմաստություն է, որ թույլ է տալիս ու թույլ մարդն ասում է, որ ես երբ որ խոցելիությունը չի ընդունում, թույլ մարդն ասում է, որ ես խնդիրներ չունեմ, իսկ ուժեղ մարդն ասում է, ես խնդիր ունեմ ու ես գիտեմ, որ ինքս չեմ կարող այդ խնդիրները հաղթահարեմ ու ինձ օգնություն է պետք։ Այստեղ կարող օգտակար լինի մի հատ առաջադրանք, կոչվում է պարտությունների արխիվ։ Վերցրեք մի հատ թերթիկ, կազմեք ցուցակ ձեր բոլոր նախորդ փորձերի, երբեք փորձ եք վերահսկել խաղը կամ ասենք չափավոր խաղալ։ Ես փորձում էի խաղալ միայն հանգստյան օրերին ու ինձ ստացվեց։ Ես փորձում էի խաղալ օրական X գումար ու ինձ ստացվեց։ Կամ ես փորձում էի թողնել երկուշաբթի օրվանից ու ինձ ստացվեց։ Ամեն մի փորձին կողքին անկեղծ գրեք դրա արդյունքը ու երբ տեսնեք այս ցուցակը, ինքներդ ձեզ կապացուցեք, որ հին ռազմավարությունը ուղղակի չի աշխատում։ Ու նա չի աշխատում արդեն շատ երկար ժամանակ էլի ու ոչ թե նրա համար որ դուք թույլ եք, այլ որ նա սկզբունքորեն չի աշխատում։ Ինչքան էլ որ փորձեք չի աշխատելու։ Ու այդ ժամանակ հին ռազմավարության հանդեպ անզորության ընդունելը կդառնա ոչ թե պարտություն, այլ ազատագրում։ Հարցեր։ Ինչ է նշանակում ձեզ համար անզորություն բառը, վախ, ամոթ թե թեթևացում։ Քանի անգամ եք փորձել վերահսկել խաղը կամ չափավոր խաղալ, գոնե մոտավոր թիվ գրեք։ Ինչով ավարտվեց վերահսկողության ձեր ամենահաջող փորձը։ Ինչով ավարտվեց վերահսկողության ձեր ամենահաջող փորձը, որքան դիմացաք, ինչը դարձավ խափանման պատճառ, ինչու կոտրվեցիք, նորից խաղացիք։ Ինչն է ձեզ համար ավելի սարսափելի, ընդունել, որ չեք կարող վերահսկել խաղը, թե շարունակել հավատալ վերահսկողությանը, չնայած բոլոր պարտություններին։ Եթե ձեր լավագույն ընկերը հայտնվեր նույն իրավիճակում, ինչ խորհուրդ կտայիք նրան, վերահսկիր ինքդ քեզ, թե ընդունիր, որ դա չի աշխատում ու օգնություն խնդրի։ Կետ 13 Իսկ հետո ինչ, ոնց կառուցել կյանքն առանց խաղի, նոր իմաստներ, ուրախություններ ու կապեր։ Մենք հիմա մոտեցանք վերջին կետին, որը շատ հաճախ բաց են թողնում։ Մարդկանց մեծամասնությունը մտածում է, որ կախվածությունից ազատվելը դա ուղղակի չխաղալն է։ Ջնջեցի հավելվածը կազինոն, ջնջեցի ու վերջ, ես առողջ եմ, բայց չէ, բուժումը ջնջելը չի, դա լրացումն է։ Հենց որ դուք հեռացնում եք խաղը ձեր կյանքից, դրա փոխարեն մնում է անցք, մնում է դատարկություն, մեծ, շատ մութ, դատարկ մի հատ անցք։ Եթե չլրացնեք դա ինչ-որ մի բանով, նա նորից ձեզ հետ է քաշելու, որտեղ դատարկությունը շատ անտանելի է։ Ուրեմն, այստեղ վերջին կետը նրա մասին է, թե ինչով լրացնել այս դատարկությունը։ Նախ պիտի հասկանանք, թե ինչ էր տալիս ձեր խաղալը, ձեզ ինչ էր տալիս խաղալը։ Եթե այստեղ անկեղծ լինեք, խաղը ձեզ մի քանի կարևոր կետեր էր տալի, մի քանի կարևոր բաներ էր տալիս, դրանցից մեկը նպատակ, հաղթանակ, թող տենց պատրանքային, բայց հստակ նպատակ, հստակ հաղթանակ։ Նա տալիս էր ձեզ կանոններ, հասկանալի, պարզ կանոններ, ի տարբերություն իրական կյանքի։ Նա տալիս էր ձեզ շատ արագ արդյունք, դուք տարիներով չէիք սպասում, պատասխանը ստանում էիք մի քանի րոպեների ընթացքում, ասենք։ Այնտեղ կար լարվածություն ու դրամա, դուք զգում եք ձեզ ավելի կենդանի, դուք խաղի միջոցով մոռանում եք ժամանակի ու ձեր խնդիրների մասին։ Դուք չեք կարող ուղղակի չխաղաք, դուք կարող չխաղաք, եթե գտնեք այս կետերին ուրիշ ավելի առողջ աղբյուրներ։ 3 ուղղություն դատարկությունը լրացնելու համար։ Առաջինը պարզ ուրախությունների վերականգնում։ Կախվածությունը բթացնում է սովորական բաներից հաճույք ստանալու ունակությունը։ Դուք մոռացել եք, թե ոնց զգաք ուտելիքի համար, որտեղ ասենք արագ էիք ուտում, որ շուտ հետ գաք խաղի։
Մոռացել եք, թե ուղղակի առանց պատճառ ոնց դուրս գաք, առանց նպատակի ոնց դուրս գաք զբոսանքի, մոռացել եք, թե ոնց լսեք երաժշտություն, սա նորից սովորել է պետք, սա խնդիր է, սա ժամանակ է պահանջում ու պիտի սկսեք փոքրից, այսօր կերեք մի փոքր ավելի դանդաղ, առանց հեռախոսը միացնելու, զգացեք համը, վաղը կարաք դուրս գաք զբոսանքի առանց նպատակի, ուղղակի գնացեք, նայեք երկնքին, ծառերին, մարդկանց, վաղը չէ մյուս օրը միացրեք երաժշտություն, որը սիրում էիք մինչև խաղալը, ուղղակի երաժշտություն լսեք, սա ձեզ չի վերադարձնի խաղից ստացված այն զգացմունքները, այն հաճույքը, դեռ ոչ, բայց ձեր ընկալիչները որտեղ գերհագեցած են, նրանք սովորել են մեծ դոզաների ու սովոր կյանքը կարա անհամ թվա, դա նորմալ է, դա նման է շատ, ասենք, կծու ուտելիքից հետո մի ուրիշ ուտելիքի համը չզգալուն։ Հաջորդ ուղղությունը ուշադրության հետ բերումը։ Խաղը ձեզ տալիս էր մի վիճակ, երբ դուք ոտքով գլխով խաղի մեջ էիք, երբ ժամանակը չէիք զգում, ու չէիք զգում, թե ձեր շուրջն ինչ է կատարվում, առողջ կյանքում էլ կան նման իրավիճակներ, պիտի ուղղակի գտնեք դրանք։ Նման իրավիճակները կարող լինեն օրինակ կենտրոնացում պահանջող սպորտ, լող, ժայռամագլցում, բռնցքամարտ, պար, եթե ձեր մարմինը ամբողջությամբ ներգրավված է, ուրեմն ամեն շարժումը ուշադրություն է պահանջում, ուղեղը մտնում է այդ հոսանքի մեջ, դուք չեք մտածում էլ խաղալու մասին, մտածում եք, թե ոնց չընկնեք, ոնց ճիշտ շնչեք, ոնց ասենք հավասարակշռություն պահեք։ Հաջորդը կարող լինի ստեղծագործությունը, նկարչություն, երաժշտություն, արհեստ, ձեռքերով ինչ-որ sense փոքր բաներ անելը սկզբից մինչև վերջ ու տեսնել ձեր արածի արդյունքը ու հպարտություն զգալ։ Բարդ աշխատանք կամ ուսուցում, նենց խնդիր, որը պահանջում է sense լիարժեք ներգրավվածություն, ասենք կոդ գրել, կամ հաշվարկներ, կամ ինչ-որ վերլուծություններ, կամ ասենք թարգմանություն, որ այնքան եք տարված, որ մոռանում եք արդեն ամեն ինչի մասին, ոնց որ խաղալու ընթացքում։ Ու ոնց հասկացաք, ոնց հասկանաք, որ այդ հոսանքի մեջ եք, դրան շատ պարզ, դուք այդ ժամանակ չեք նկատում, թե ոնց է ժամանակն անցնում, 2 ժամը անցնում ասենք 5 րոպեի պես։ Հաջորդ ուղղությունը սոցիալական կապերի ամրապնդում, կախվածությունը, ոնց որ արդեն ասեցինք, ծաղկում է մեկուսացման մեջ, դուք խաղում էիք մենակ, թաքնվում էիք, չէիք մասնակցում ինչ-որ հանդիպումների ու ոչ մեկի չէիք կանչում ձեր ցավին ներս, որպեսզի նրանք տեսնեն, թե ձեր հետ ինչ է կատարվում, ու բուժումը մեկուսացումից դուրս գալն է, դա հին հարաբերությունների վերականգնումն է ու նորերի ստեղծումն է։ Կարաք սկսեք ընդամենը մի հոգուց, նրանից ում վստահեցիք երրորդ քայլում, հիշում եք, հետո կարաք զանգահարեք հին ընկերներին, որոնցից ասենք հեռացել էիք, ոչ թե ամեն ինչը ասենք խոստովանելու, այլ ուղղակի հարցնելու, թե ոնց են, ինչ են հանդիպելու։ Հետո կարաք գտնեք հետաքրքրությունների ակումբ, սպորտային բաժին, ասենք սեղանի խաղերի սիրահարների ակումբ, կամավորական կազմակերպություններ, խոհարարական դասընթացների կարաք գնաք, այստեղ կարևորն է նա, որ լինեն այն, որտեղ որ կան շատ կենդանի մարդիկ, sense կենդանի շփում կա։ Ու կարևորը նա չի, թե ինչով եք զբաղվում, կարևորն է նա, որ դադարում եք մենակ ելնելուց։ Հայտնվում են մարդիկ, ովքեր տեսնում են ձեզ չխաղացող, ովքեր ճանաչում են ձեզ ոչ թե որպես խաղամոլ, այլ որպես նրան, ով ասենք լողանում է, կամ նկարում է, կամ օգնում է ասենք անօթևան կենդանիներին։ Սա ձեր համար կառուցում է նոր ինքնություն, իսկ նոր ինքնությունը հնից լավագույն պաշտպանությունն է։ Ինչ առաջադրանք ստեղ կյանքի քարտեզ։ Նկարեք շրջան, այդ շրջանը բաժանեք 5 հատվածի։ Առաջի հատվածը մարմին, մարմնի մեջ կմտնի առողջություն, քուն, սպորտ։ Երկրորդը կոնտակտներ, ընտանիք, ընկերներ, ծանոթություններ, նոր ծանոթներ, աշխատանք կամ ուսուցում։ Երրորդ կետը
մասնագիտական իրացում, 4-րդ կետը հոբիներ, այն ինչ անում եք ձեր հոգու հանգստության, ձեր համար, ձեր սիրելի զբաղմունքները։ 5-ը իմաստ, այն ինչի համար արթնանում եք ամեն առավոտ։ Ամեն մի հատվածում գրեք կոնկրետ մի հատ փոքր գործողություն, որ կարող անեք հենց այս շաբաթ։ Ոչ թե կսկսեմ վազել ամսի 1-ից, այլ առավոտ 8-ին դուրս կգամ տնից ու 10 րոպե կքայլեմ, թեկուզ։ Ոչ թե կգտնեմ նոր ընկերներ, այլ ուրբաթ օրը կզանգահարեմ հին ընկերոջս, օրինակ։ Փոքր քայլեր ամեն օր, դրանք կառուցում են ձեզ համար նոր կյանք։ Ու այս կետին վերաբերվող վերջին փոխհարաբերությունը պատկերացրեք, որ ապրում եք մի տան մեջ ու այնտեղ կա մի սենյակ, որտեղ պահում էիք, այդ սենյակի մեջ թաքցնում էիք ձեր խաղալը։ Այդ սենյակը շատ վառ, աղմկոտ, էկրանով ու թարթող լույսերով մի հատ մեծ սենյակ էր, դուք մտնում էիք այնտեղ, ասենք, եւ ձեզ վատ էիք զգում, եւ ձեզ մենակ էիք զգում ու ժամանակավորապես այդ սենյակում ամեն ինչ հեշտ էր դառնում։ Հիմա որոշել եք փակեք այդ սենյակը ու դուռը կողպում եք, բայց դրանից տունը չի դառնում ավելի հարմարավետ, ընդհակառակը տունը դառնում է դատարկ ու մութ։ Ստեղ ձեր խնդիրը ոչ թե ուղղակի այդ դուռը փակվահելն է, այլ ուրիշ սենյակներ բացելը, ուրիշ սենյակներում լույս վառելը, ասենք կարաք լույս վառեք հյուրասենյակում, ընթրիք պատրաստեք խոհանոցում, հյուրեր ընդունեք ճաշասենյակում, ծաղիկներ տնկեք, ասեք դուրսը այգում, հենց մյուս սենյակները լցնեք կյանքով, խաղի սենյակը ուղղակի կդադարի ձեզ գրավել։ Նա կդառնա sense փոշոտ ինչ-որ մի հատ սենյակ, որը ձեզ չի հետաքրքրում ընդհանրապես։ Սա որպես փոխաբերություն, հետաքրքիր սիրուն փոխաբերություն էր ինձ թվում է։ Վերջին ինքնավերլուծության հարցերը։ Ինչով եք զբաղվում մինչև խաղալը։ Ինչն է ձեզ ուրախություն պատճառը։ Վերադարձեք այդ ուրախությանը այսօր գոնե մի 5 րոպեով։ Ինչ ֆիզիկական գործողություն, ասենք սպորտ, պար, զբոսանք, կարաք փորձեք այս շաբաթ։ Հին ընկերներից կամ բարեկամներից, ով է սպասում ձեր զանգին, ում չեք շատ երկար ժամանակ զանգել։ Եթե փողը խնդիր չլիներ, ինչով կցանկանայիք զբաղվել, գրեք 3 տարբերակ։ Իսկ հիմա մտածեք դրանցից ինչը կարելի անել հենց հիմա ու առանց փողի։ Ոնց կհասկանաք, որ նոր կյանքը սկսում է ստացվել, որ փոքր նշաններից։ Այս էլ վերջին հարցերը, հիմա ամփոփենք, հիմա իմացաք այս տեսանյութի բոլոր կետերը քննարկելուց հետո, ու դուք ունեք գիտելիքներ, իսկ գիտելիքը միշտ ընտրություն է։ Մենք ստեղ երկար ճանապարհ անցանք, 13 մեծ կետեր ուսումնասիրեցինք, ցիկլի 4 փուլերը, վերահսկողության պատրանքը, ընդհատվող ամրապնդումը, գոյաբանական դատարկությունը, համակախվածությունը, սուրբ հավագի մեջ գոյատևման տեխնիկաները նայեցինք, կոտրվելու հետ աշխատանքը նայեցինք, պարտքերն ու ամոթը նայեցինք, քննարկեցինք առաջին 72 ժամը, անզորության ընդունումը ու վերջինը նոր կյանքի կառուցումը։ Ես չեմ ասի, որ այս տեսանյութից հետո ասենց ամեն ինչ ձեր մոտ կկարգավորվի, չէ։ Գիտելիքը մենակ սկիզբն է, ամենադժվարը դեռ ձեր առջև է, ամենադժվարը անելն է, ամեն օր փոքր քայլերով, բայց հիմա դուք ունեք քարտեզ, դուք գիտեք թակարդները, գիտեք թե որ տրիգերներն են ձեզ հետ քաշում ու գիտեք թե ոնց առաջ գնաք, ուստի ընտրությունը մենակ ձերն է։ Շարունակել կանգնել փոթորիկի առաջ փոքր հովհարով, թե ընդունել, որ դա չի աշխատում, այլ չի կարելի ու ես գիտեմ, թե ինչից սկսեմ։ Եթե այս զրույցը որևէ բան շոշափեց ձեր ներսում, մի պահեք ձեր մեջ, գրեք նրան, ում վստահում եք, կամ պարզապես ինքներդ ձեզ բարձրաձայն ասեք, որ ես հասկացա, ես սկսում եմ, ես գիտեմ, թե ինչ անեմ։ Հոգ տարեք ձեր մասին,
ու կարելի է այս ամփոփումից հետո եզրափակիչ ինքնավերլության հարցեր տամ, ինքներդ ձեզ համար գրավոր պատասխանեք այս հարցերին։ Գրավորը հիշում ենք, որ մտքերը դասավորում է, որ 3 գլխավոր եզրակացություններն եք քաղել այս տեսանյութից։ Ինչը կդադարեցնեք անել այսօրվանից։ Ինչը կսկսեք անել այսօրվանից։ Ում կասեք ճշմարտությունը ձեր խնդրի մասին մոտակա 24 ժամվա ընթացքում։ Ինչ եք զգում հենց հիմա, երբ տեսանյութը ավարտվում է։ Վախ, թեթևացում, հույս, թե հոգնածություն։ Չգիտեմ, թե դուք հիմա որտեղ եք, ճանապարհի սկզբում, թե արդեն կեսին, բայց եթե հասել եք այս պահին, նշանակում է ձեր ներսում արդեն ինչ-որ բան փոխվել է։ Վերցրեք այս տեսանյութից այն, ինչը ձեզ հիմա պետք կգա, հնարավոր է մի հատ հարց, հնարավոր է տեխնիկա, կամ ուղղակի մի միտք, որ դուք մենակ չեք այս խնդրի հետ ու այդ միտքը ձեզ կարող օգնի։ Այսօր մի փոքր քայլ արեք ու հիշեք ամեն մի փոսից կարելի է դուրս գալ, հատկապես եթե մենակ չեք։ Ուրախ կլինեմ, եթե մեկնաբանություններում գրեք, թե որ կետը ամենաշատը ձեզ դուր եկավ կամ ձեր մեջ արձագանք գտավ։ Ամենայն բարիք ձեզ, մինչ նոր հանդիպում։